Թե ինչպես Պետրոսը դարձավ Երևանի գլխավոր ակումբների եւ բարերի արտտնօրենը, տեսնեք այսօրվա թողարկման մեջ։ Fuck. Yeah. Iceman. Ողջույն բոլոր մեր կյանքլոներին, դուք գտնվում եք մեր YouTube-յան channel-ում Triangle Frequency եւ այսօր Երևանում վերջապես արև է, ինչի պատճառով մենք շատ ուրախ ենք։ Այո, հուսանք արև է, երբ որ նայում եք։ Եվ շատ արևոտ մարդ է այսօր մեզ մոտ հյուր եկել մեր քաղաքի, մեր երկրի մի քանի կլաբերի, որտեղ մի քանի հատ է, բոլորի ինքը բոլորի արտտնօրենն է, դե մի քանի հատ է, քիչ-քիչ շատացնում ենք։ Այդ բոլոր կլաբերի եւ բարերի արտտնօրենը մեր լավ ընկերը, շատ հարգված եւ սիրված մարդ ոլորտի Պետրոսը Ծամանյան։ Բարելույս ձեզ։ Привет, Պետջան։ Ողջույն Պետջան, շատ ուրախ ենք, որ եկել ես։ Մերսի հրավերի համար։ Ուրախ ենք մեզ տաղավարում տեսնել, հուսանք չէ, վստահ ենք, շատ հետաքրքիր զրույց ունենալու իրար։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր էջին, մեր YouTube-յան ալիքին, սեղմել լայք, գրել կոմենտներ, հարցեր, նույնիսկ եթե Պետրոսին հարցեր ունենաք ընթացքում նայելուց հետո, անպայման գրեք, մենք բոլորը նայում ենք, բոլոր հարցերին պատասխանում ենք։ Շնորհակալություն։ Լիքը կոմենտներ գրեք, վատ թե լավ, մեզ շատ պետք են այդ ամեն ինչը։ Պետջան, քանի որ նայում ես մեր podcast-ները, տեղյակ ես ինչ ֆորմատով է սկսվում եւ ինչպես է podcast-ների մեր այսպես ասած ռուբրիկաները։ Այո, սկսում ենք նորությունների, քանի հետաքրքիր նորություններ, որ հաստատ դու էլ քեզ էլ հետաքրքիր ներգրաված կլինես։ Մեր առաջին նորություններից մեկը, որ մեր Բրիտանիայում վինիլների վաճառքը հասել է վերջին 18 տարվա ամենաբարձր ցուցանիշին, ու ես ավելացնեմ այս նորությանը, որ այս կոնկրետ եթե այստեղ մեծ Բրիտանիայի հետ կապված է գրած, ասեմ, որ ընդհանուր ամբողջ աշխարհում էլ անցյալ տարի արդեն վինիլների վաճառքը 70-ականների մակարդակին հասել։ Այսինքն այն վինիլի ամենածաղկուն պիկ ժամանակը որ կա, անցած տարի այդքան վինիլ է վաճառվել արդեն, հավասարվել է, այսինքն այդ ժամանակ, այսինքն ահավոր ձևի տենց հետ է եկել, կեմբեք արել։ Այս թվում է այն ժամանակներում ենք ապրում, որ անգամ ցանկացած բանի մեջ այդ ռետրոն հետ է գալիս, չէ՞, թեկուզ հագուստի մեջ, թե չգիտեմ, երաժշտության մեջ շատ են օգտագործում, նո այդ միշտ է եղել, որ նախքին արտիստների սեմպլները օգտագործվում են ու այտենց տարերով դա շարունակվում է, բայց հիմա ոնց որ ավելի շատ է այդ ամեն ինչը։ Պետջան, դու ոնց է ասում, ձեր օբյեկտներում վինիլ սետեր անում եք։ Այս պայդրությամբ օբյեկտներում հաճախ չի, բայց հա տենդենսը գնում է նրան, որ քանոր անցած տարի ամենա տենց վերելքեր AI-ի միաժամանակ նաև շատ արտիստներ հակառակն են փորձում անեն, то есть գնում են physical ինչ-որ նասիցիլների վրա ու դրա համար շատ-շատերը փորձում են հենց վինիլով թողարկվել, այդ ամեն ինչին հակառակվելու համար։ Մի հատ էլի տենց ոդկաստ էի նայում, անալոգ երաժշտության հետ կապված, այդտեղ նաև տենց համ սաունդները, անալոգ եւ տենց ցիֆրավոյ եւ համ էլ վինիլներից էին խոսում, ասում էին իրականում այդ վաճառքները համ էլ կապված է նրա հետ, որ ուղղակի ես ջենզիները տենց ոնց որ թրենդերի եւ այլն ինչ-որ տենց թեմաներով առնում են, բայց ասենք ասում 80%-ի մոտ վինիլները ոչ դաժե տունը դրած է, պրոստը իրենք դաժե պրայգրվեցել չունեն, պրոստը է որ դզում է իրանց այդ վինիլ թեմաները, բան։ Դե այդ նույն բանն է, անցած ոդկասթներն էլ ենք դրա մասին խոսել, ոնց որ հիմա մեր երիտասարդությունը գալիս էր թե Polygraph, թե The Office, բայց շատերին հələ կայնեցրու հարցրես սպայնով է նվագում կամ արվել է մի 10 հոգի նորմալ տեխնո արտիստ ասա, քո շատերը ոչ թե կարող է, շատերը չգիտեն։ Դե տրենդերն է, այսինքն տրենդերը իր տեղը ունեն, իհարկե։ Հա։ Ես հենց այդ է կարևոր, ուզում ասեմ, դες որ ասում են ամսավ դες լիքը նորություններ են, էլի, որտեղ հաճկովս ընկնում է, տիպը վինիլները այսքան է ծախվում, վինիլները այնքան է ծախվում, սա արտիստները սկսել են վինիլ ուղարկել,
70%-ը չի օգտագործվում։ То есть դա էլի տրենդի մի մաս է կազմում շատերի մոտ, մանավանդ կոլեկցիոներների մոտ, то есть մարդիկ առնում են առնելու ու ունենալու համար։ Не факт, որ դա կօգտագործվի։ Իսկ ոմա Instagram-ի ռիլերը իր մասին խոսում են, որ սինու sense պատեր են սարքում, վինիլ բութ են սարքում իրանց, տենց վինիլները սիրուն շարում են, ինչպես մենք։ Մենք անկապ չենք շարվում, իհարկե մենք լսում ենք։ Ինքը համարվում է լավ ինվեստիցիա, որտեղ վինիլները COVID-ի ժամանակ ահավոր արժեզրկվել էին։ Իրականում դրա հետ կապված շատ հետաքրքիր պատմություն ունեմ։ Կանադայում մի հատ լավ քլաբ կար, որը փակվել էր, ուներ 8000 վինիլ պլաստինկա, ու հենց դա club selection էր։ Այսինքն իրանք էլ իրանց կոլեկցիայի համար էին հավաքել, ու COVID-ի ժամանակ, երբ որ փակվում էր, իմ շատ սիրելի ընկեր Կրետը, ով Կանադայում էր ապրում, ասել էր, որ ես քո համար պատրաստ եմ գնամ սելեկցիա անամ, նույնիսկ մեջից լավերը ընտրեմ, ու իրանք վաճառում էին, եթե մեծ քանակ էր առնում, գոնե կեսից շատը, ամեն մի վինիլը $2, այդ վինիլներից շատերը հիմա արժեն $400-500։ Ու ես ունեի հնարավորություն դա բերելու, բայց չունեի դրա ֆինանսական հնարավորությունը, մարդ էի մանգալու, որ որպես հենց collection ինչ-որ մի հատ բարի համար կվարձնի, ու դա հենց կզարգացներ, որ հարցնում ես ձեր բարերում ու կլաբերում նվագում են, թե չէ, դա հենց կզարգացներ այդ ամեն ինչը, որտեվ շատ DJ-ներին այս ոչ ստաբիլության մեջ ձեռք չի տալիս, որ ինքը vinyl collection հավաքի, նույն գիգերի քիչ լինելու հետևանքով եւ այլն։ Բայց եթե հենց կլաբ ունենար կամ տվել վայրը ունենար լավ արած սելեկցիա, հնարավոր կլիներ նույնիսկ այն մարդկանց, ովքեր նոր սկսում են նվագեն, կանչել ու ասել, չգիտեմ, այսօր այս պոլկայից ինչ ուզում ես սելեկտարա նվագի։ Դա կարող նույնիսկ էկլեկտիկ է։ Շատ դույն եմ գալիներ, ապսոս ինչ չես ասել, բայց ջան, ասում ես կմասնակցեի ասել։ Դա իրանց քաշներ ու բերելներ բավականին շատ համալսացում, որտեղ ամեն մի վինիլը իր թղթով, բանով, տենց 300-400 գրամ պլյուս էր ստացվում։ Ես դրան լավ ծանոթ եմ, որովհետև մի ժամանակ ես էլ eBay-ից տենց բաներ կան, դե հենց տենց կիպերով, տենց լոթով ինչ որ ժանր էր առանց լսելու, որ կարող ես վինիլներ պատվիրես, բավականին էժան, ասենք, չգիտեմ, մի 50 հատ վինիլը կարողանաս, ասենք, չգիտեմ, $30-40 առնես, տիպը ժանրի մեջ է ինքը, բայց չես կարա տիպը իմանաս ինչը մեջ, օրինակ, չգիտեմ, 50-ը drum and bass ես առնում, բերում ես տուն հատած լսում ես, դու ոնց որ արդեն բան ես անում, հենց շատ դեպքում իրանք դաժե առանց աբլոշկայի, բանի, տենց բայց լավ վիճակի վինիլներ, մի քանի անգամ պատվիրել եմ, էլի, տես մի 20 կիլո, 30 կիլո, ասենք, գալիս է, հետո ասում է գլոբինգը ուրախանում։ Իդեպս վերջերս շատ սիրելի մեր հարգված երգչու Բրյունետի նոր ալբոմի վինիլի շնորհանդեսի ինչ համար նորից եւ շնորհավորում եմ, այսինքն տեսեք ինչքանով է տրենդի վինիլը, որ մեր երգիչ-երգչուներն ես էլ մի քանի օր առաջ այստեղ մեր կոլեկցիայում կա, ես էլ բանին շնորհանդեսին էի գնացել, Բամբիրի վինիլի շնորհանդեսին էի գնացել իրանց վերջի ալբոմի, էլի շատ թույն էր, այդ ալբոմն էլ շատ թույն ալբոմ, աշիլս է խորհուրդ եմ տալի ժողովուրդ ջան։ Շատ ուրախալի է, որ հայ արտիստերին էլ դա հիմա հասանելի դարել, որտեվ իրոք դու թողնում ես ինչ որ մի հատ physical հետքել քո հետևից, որը կարա տենց, չգիտեմ, 100 տարի նույնիսկ հետո ընկնի ինչ որ մեկի ձեռք։ Մի հատ էլ օրինակ բերեմ, կստացի այդ էլ շատ բաներ ես Ռուսաստանում ես վերջի խստացումների հետ կապված բան են արել, չէ, իրանք օրենք են նոր մի հատ մնարել, որ լուբոյ պրոպագանդա, զենք, նարկոտիկ, ինչ կա չկա, ցանկացած երգերի մեջ, եթե չջնջվեն, այսինքն պատկերացրու 20 տարվա, 30 տարվա 5 ոսկե ասենք, ինչքան ասենք, չգիտեմ, այնտեղ ռեպերներ ու բաներ, սա, էտա չէ մեջը։ Եթե այդ մասերը չջնջվեն կամ չփակվեն, ոսկի այդ դատական գործ է, ու հիմա, այսինքն սա ոսկե ռուս ռեպերները բաները սկսել են սա պլատֆորմաներից անել կամ իրանց տրեկերը կամ էլ փակել այդ մասերը, ու դրա պատճառով էլ տես կտրուկ թանկացել է այնտեղ ոսկի այդ արտիստների ժամանակին հանած վինիլները, վինիլի մեջ ինչքան կարա ջնջի ոսկի։ Դրա հողի վրա ոնց որ այդ վինիլներն են թանկացել, հիմա ասենք նույն Apple Music-ում, Yandex-ում բանում, սա որ լսում ես նագանով բան խոսքի սա կտրտած է, բայց ասենք վինիլները ես էլ կարող եմ բազմաժանր երաժշտություն եմ լսում, ռուսական ռեպել եմ լսում, ինչ մերկ ես թաքցնում։ Գուֆին նույնիսկ կարծեմ անցած տարի էին ստիպել որ ջնջեր, ու հա իր collection-ը վինիլների հիմա տենց շատ պոպուլար է։ Շատ լավ, անցնենք մյուս թեմային, Լևոն ջան, որ հասնենք դե հարցրել տանք Պետրոս։ Երգչուի Բյորքը, իսլանդացի երգչի Բյորքը վերջին հացազրույցներում շատ բաց կրիտիկայում
սթրիմինգի հետ կապված պլատֆորմներին, հենց մասնավորապես Spotify-ին, ասում է, որ սթրիմինգի մոդելը փոխել է երաժշտական ինդուստրին այնպես, որ արտիստներն արդեն չեն կարող earn անել իրենց երաժշտությունից, հա, այսինքն նրա խոսքով արտիստները ստանում են շատ քիչ եկամուտ սթրիմինգից, թե Spotify-ից, այսինքն հիմա հիմնականում գումար են վաստակում իրանց գիգերից, ելույթներից, պլատֆորմաները բնականաբար անցած տարի ու այս տարի մի քանի անգամ տարբեր պլատֆորմաներ հայտարարեցին նույն օրինակը դրա նորություններ են ունեցել Spotify-ը, Spotify չէ, SoundCloud-ը հայտարարեց, որ տիպը սաղ ֆիերը ամբողջությամբ տալիս են բանին, բայց նենց մեծ սթրիմինգներ ոնց որ Spotify-ն ու Apple Music-ն օրինակ, ընդդից կոպեկներ են էլի ստանում մարդիկ, բայց հիմնականում 90% երևի հիմա ասենք սաղ ջահելությունը ամբողջ աշխարհի հենց այդ պլատֆորմաներով է լսում իրենց մյուզիկը ու արտիստներին կոպիտ ասած այնտեղ օգուտ չի մնում խոսքի, ասենք Beatport-ով եւ այլն տրեքերը вообще մենակ DJ-ներն են առնում, կոպիտ ասած չնայած այդտեղից էլ իրանք էլի կոպեկներ են ստանում միակ հույսը մնում է թուրինգը, այսինքն ինչ-որ տենց գլոբալ տուրեր կազմակերպելը, դա էլ ամեն արտիստը դրա հնարավորությունը չունի, էլի։ Դրա համար այսպես ասած Bjork-ը Spotify-ին ասում է главное зло для артистов, այսինքն կտրվում փողերից կտրում է իրանց, էլի։ Հա, մեծ փողերից։ Ինչ ես կարծում պետ այդ կարծի, այդ թեմայով։ Այդ թեման արդեն շատ երկար ժամանակ է շարունակվում, ցավոք սրտի Bandcamp-ներ դրա համար տապիտանում, բայց ցավոք սրտի Bandcamp-ներ են առել, չեմ հիշում որ ընկերությունն է ու հիմա Ուզեր չգիտեի, հա, ահագին տոկոս էլի կորցնում են արտիստները։ Առաջ 100% եթե չեմ սխալվում, դա շատ փոքր ֆի էր ինչ որ։ Bandcamp-ը հա, բեք դրա համար ասենք, սա հիմնականում ինքը ավելի տենց underground բաշ է դարել, որովհետև Даже եթե դու չգիտեմ կարող ես տենց ինչ-որ պրոդյուսերներ կամ даже records չունես, բայց կարող ես իրեն դե upload անել track-եր, վաճառել, full thing ստանալ։ Հիմա տենց հա, փաստորեն մենակ մնացել է ուրեմն այս բայդրությամբ SoundCloud-ը, որ SoundCloud-ը մենակ full thing տալիս։ Bandcamp-ը առել են ու առաջն այն արտիստները ովքեր որ ոչ մի label-ում չկան, բայց դու գիտեիր իրենց մասին, ինչ որ նիշովի նոր արտիստներ կամ տենց այն ժանրերի ովքեր որ տենց մեծ լեյբլների տակ հանդես չեն գալիս, շատ դուրս տրեքեր էին թողարկում։ Հա, իրականում լիովին համաձայն եմ այդ մասով քո հետ, դաժե վերջի ժամանակներ ես տենց հազվադեպ եմ Bandcamp-ում երաժշտություն ընտրում, որովհետև այնտեղ կոնկրետ պետք է նստես, որ մի քիչ շատ խառնալ այդ գրադացիան տրեքերի, նույնիսկ ասենք չգիտեմ, այնտեղ house music-ը եթե մանգալի, ինձ է որ մի քիչ կարող է այդ house-ի մեջ 15% երևի house-ը լի, որտեղ շատ խառը, քանի որ մարդիկ ով ինչ ուզում է, այդպես մտածում են, որ ինքը իրան ասում են себя идентифицировать как house music, բայց իրականում տենց է որ house-ից հեռու է։ Մի քիչ դրա համար այդ բանը ինձ դուր չէր գալիս, որ շատ պետք է տենց երկար սելեկցիա անեի, որ կաներ քո ուզած բաները գտնեի, էլի, եթե Beatport-ում պետք է 100 track լսես, այնտեղ պետք է 1000 track լսես, որ կարողանաս քոնը գտնես, էլի։ Այդ պահով էր մի քիչ ինձ անհարմար, բայց բնականաբար Ես երբեք այդպես տեղերից չեմ օգտվել, որպես track selection.com, Spotify կամ բան, այսինքն կան փախած սայթեր, որտեղից որ քո ուզած մյուզիկը կարաս գտնես, էլի ինքը իմ համար միշտ sense բան հարթակ է եղել, ավելի շատ եկնեի մեջ մյուզիկ լսելու տենց բան է եղել, որ SoundCloud-ի հետ է սարի շատ չէ, հենց Bandcamp, Spotify, Apple Music, տենց հարթակներից չեմ փորձել երաժշտություն ինչ որ առանձնացնեմ, ինքը եղել է տենց լսելու համար մի բան, բայց որ տենց իմ ոչի մեջ խորանամ music քաշեմ բան։ Դե դու հիմնական որ դու մի քիչ ոնց որ ավելի շատ սիրում ես label-ներին, բաներին տենց հետևել։ Label-ներից բանից ես անում, հա, նո օրինակ այդպես մեծ label-ները դաժե Bandcamp-ում բան չեն դնում, էլի։ Հա, իմ մոտ օրինակ լրիվ հակառակն է, ես just for fun երբ ամեն որ ինչ մյուզիկ եմ download անում, հենց Bandcamp-ով եմ դիգանում, որովհետև գիտեմ այդ արտիստներին, գիտեմ ուրիշ ոչ մի տեղից չես կարող գտնես այդ երաժշտությունը։ Հա, այդ կոմից բնական է, որ հա 100%-անոց support-էր ինքը լինում հենց այդ արտիստին։ Մի ժամանակ շատ մեծ արշավ էր, որ հենց Bandcamp-ով առեք մյուզիկը, որովհետև դա ամբողջությամբ հենց արտիստին էլ գնում, ցավոք էդ էլ հիմա ոնց որ թե նո օրինակ իմ հարթակը էդի sound-ը ունա, չգիտեմ, գիտի դրա մասին թե չէ,
բայց ինձ համար ամենահարմարն է, որովհետև համ լեյբլներով ես կարող գտնես քո սիրած արտիստերին առանձնացնես, համ ոնց որ վերջի ժամանակահատվածի ռելիզները բոլորը շատ շուտ թողարկվում են, նույն պահին կարաս ոնց որ վավ տարբերակով, իհարկե գումարով քաշես։ Ես բայց օրինակ sound-ի մասով չգիտեմ ինքը ինչքանով է լեգալ, մի հատ պետք է դի ես էլ եմ զոնատ։ Որտեղ մի պատմիսկայով էր, չէ՞։ Ինքը պատմիսկայով է ու ինչքան որ գիտեմ, այդտեղից вообще արտիստներ ոչ մի չեն ստանում։ Ինչքան ես գիտեմ նույն կանց։ Բայց դաժե գիտես ինչպես է, այդ ես զարմանում եմ ոնց կարա տենց այդ քիչ մուտ հարց է, որովհետև sound-ում դաժե կարող է դրված է որ ռելիզը SSR-ն է, օրինակ SSR-ը ռելիզը, բայց ես կարող այդ տրեկը sound-ում ասենք մի 5 օր առաջ գտնեմ։ Ոյ։ Սենց լիքը դեպքեր է եղել, էլի։ Իմ մոտ հետաքրքիր է, հա։ Հա, все-таки ինքը Darknet-ի հետ ինչ որ կապ։ Հա, ինչ սլիմեր բաներ անում են փաստորեն։ Так, ինչն է մյուս թեման գև չեմ։ Լավ թեմա է, ես զգում եմ սիրում եմ ես այդ թեման։ Մեր տրեկերի ամենահաղորդմանը, էդի ասում Պետրոսյան, այդ հաստատ իմանաս, ինչ որ մի թեման տրեկը այսօր կապել է իրար, դրա համար ոնց որ շուտ ենք ասում, ոչ թե podcast-ի վերջում։ Այո, Berlin Calling համ ֆիլմի մասին է, որ 18 տարի առաջ այդ ֆիլմը թողարկվել է, համ Berlin Calling-ի մասին ենք ուզում խոսենք, համ էլ դե բնականաբար այդ Sky and Sand իր հայտնի soundtrack-ը Berlin Calling-ի, որը որ արդեն լեգենդար է, էլի, երևի այդ ֆիլմի շատ soundtrack-եր կար, այդ ֆիլմի համար շատ soundtrack-եր էին գրվել իրականում, ցելի ալբոմ կա այդ ֆիլմի համար գրված, Kalkbrenner-ի ու Fritz Kalkbrenner-ի կողմից, երկուսով են գրել, բայց ոնց որ ASV տրեքն է, որտեղ շատ հայտնի է դարել, ու ընդհանուր մի երկու բառով պատմենք այն ֆիլմի մասին, որ գլխավոր դերում հենց Kalkbrenner-ն է խաղում, որպես իրական տեխնո արտիստ եւ ոչ դերասան։ Icarus DJ-ը։ DJ Icarus-ի դեմով ֆիլմի սաունդթրեքները ասեցինք, որ Sky and Sand-ն ամենատարածվածը է։ Facebook-ի համար ասենք, որ ֆիլմը որպես տրագիկոմեդիա ներկայացվել, այսինքն ինքը լիքը փառատոներում ներկայացվել է, լիքը մրցանակներ է շահել ու հանդես եկել որպես Դե ինքն դե գժվում է պսիխբալնիցայի անգնում sense դրա համար։ Հա, ու մի բան էլ ասեմ, շատերը գիտեն ու մտածում են, որ այդ ֆիլմում հենց ինքը իր դերն է խաղում, բայց իրականում ինքը ոչ իր Պիրիգրվետ։ Հա, այսինքն էլի ոնց որ էլի իր այդ ժամանակաշրջանի DJ-ն է ոնց որ այսպես ասած ներկայացնում, այդ ժամանակաշրջանում ապրող DJ-ը է ինչ որ ներկայացնում, որ այդ վաղվա 18 տարի առաջվա Բերլինյան այդ տեխնո սցենայի, տեխնոկուլտուրայի մասն է ներկայացնում, որ շատ ծանր է եղել ու շատ դժվար է եղել ու հենց ցույց է տալիս, որ էլեկտրոնային երաժշտության փայլուն արտաքինի հետևում հաճախ կանգնած են լինում մենակություն, հոգեբանական ճնշում, կախվածություն եւ burnout, էլի արտիստների։ Շատ լավ կինո է, soundtrack-ն էլ հիմա լսում եք, եթե ծանոթ չէ ձեզ ու տենց է որ սիրում եք այդպիսի կինոներ, ոչ միայն DJ-ների մասին, այլ նաև երաժշտության մասին, ապեմա խորհուրդ ենք տալիս Berlin Calling-ը նայեք։ Ինչ օրս Paul Kalkbrenner-ը զարմանում եմ, որ ինչ օրս ինքը ասենք ակտուալ է, ընկանչում են մեծ ֆեստիվալներին։ Ես շատ եմ լեգենդա ինքը իմ համար, ու ես իրան լսել եմ 2-3 անգամ տարբեր երկրներում։ Իրար հետ էլ ենք լսել Հայաստանում ֆեստիվալի։ Հա, որ ֆեստի։ Game Fest-ին 16 թվականի, եթե չեմ սխալվում։ Ինձ ոչ մի անգամ չի պատահել ճիշտ ասած։ Ես լսել եմ 2-3 անգամ ու ամեն անգամ նես տպավորություն է թողնում ինքը։ Իհարկե նես չի որ ամեն անգամ տարբեր է բանը playlist-ը, որտեվ հիմա թարմացրել է, բայց կստացի չէ՞ ոնց։ Հիմա սկսել եմ որ տերի տրեքեր գրել, թարմացրել է։ 20 տարի նույն բաներ։ 20 տարի նույն բան եմ ասել։ Իր այդ live arrange-ով էլի։ Հա, իր այդ live setup-ը։ Իր ասած մեծ mixer-ի վրա որ ինքը նվագում է, դեռ setup չունի ոչ մեկ ինձ թվում է հիմա DJ-ներից։ Հա, մեկ էլ երևի New York-ը։ Հա։ Մեկ էլ կստացի բանը մեր սիրելի Jeff Miles-ը։ Հա, Jeff բայց բանը, բայց ինքը ուներ տենց տարբեր է Jeff Miles-ին 404-ն է,
Հիմնականում բաներ է, հիմնականում ինքը իսկ էնի հա կոնկրետ ցած առանջ անում տեղում, էլի ստուդիոյի սեթափների բարդության մասին եմ էլի, ավելի շատ ասում եմ, այդ բոլորը տենց որ զամառաչուես է, բայց դե լեգենդ են իրենք բոլորն էլ։ Չէ, Կալբեներին միշտ կարելի լսել ու լսել։ Դե ինչ, այս բոլոր թեմաները շատ հետաքրքիր են ու կարող անverջ խոսանք, բայց քանի որ ունենք ցավալի հարցեր եւ երկար սպասել ենք քեզ։ Եվ դրական հարցեր, ինչու ոչ, դրական բաներ էլ են կատարվում, շատ են ինձ թվում է կատարում, քան թե բացասական բաները։ Սկզբում երկու բան քեզնից հարցնենք, Պետ ջան, հետո ընդհանուր կանցնենք Երևանյան գիշերային կյանքին։ Давайте։ Դե բնականաբար առաջի հարցը լինելու է, թե ինչպես ես եկել արտոնորենության եւ ինչն է քեզ դրթել, որ դրանով զբաղվես։ Այս ծանր գիշերային աշխատանքով պետք է։ Հա, այն ժամանակը գիշերային աշխատանքը լինի։ Երբ է եղել, առես ամենասկզբից բան։ Երևի հենց ամենասկզբից, երբ որ հել 2007-2008 թվին իրար հետ հաճախում էինք կլաբեր, Aftershock, ես մինչև այդ սկսել էի Ego հաճախել 2007 թվին ու չեմ խափի երրորդ անգամ էի գնում այդտեղ, 4-րդը արդեն միջոցառում դրեցի։ Այդ ժամանակ ուղղակի ընկերների համար էի երևի իվենտներ անում, էլի իմ ծնունդը նշեցի այդտեղ, ինչից հետո Egon երբ որ վերափոխվեց Black Code-ի, ինձ որպես պրոմոտոր առաջարկեցին ու Կիրակի օրերը միջոցառումներ էի անում։ 17 տարեկան էի փաստորեն այդ ժամանակ։ Այդտեղից սկսեցի իվենտներ անեմ, բոլոր տեղերում ընկերների հետ իվենտներ արեցինք, որից հետո դիզայներ էի համել գրաֆիկ աշխատում ու գրաֆիկ դիզայնի մեջ էլ կա art direction, նպատակ ունեի հենց գրաֆիկ դիզայնով զարգանալու ու լինելու այդ գծով art director, ձեռի հետ ուղղակի just for fun իվենտներ էի անում, որոնք որ հաջող էին անցնում, այդ ժամանակ ուսանող էի ու я был бедный студент, ուսանող էի ու այդ եկամուտը իրականում իմ համար զգալի ինչ որ հաճելի բան էր, մանավանդ Կիրակի օրերը շատ հարմար պայմաններով էին տալիս։ Ժամանակ Կամոներ Ադուլյան մտել էր հենց կակրաս արտոնորեն այդտեղ, ու ինքն էլ ինձ այդ օֆերը արել էր։ Տենց ինչ որ իվենտներ, գրաֆիկ դիզայնը կպավ իվենտներին, սկսեցին ուրիշները իրենց միջոցառումների համար պոստերներ պատվիրել եւ այլն։ Ինչից հետո տենց մագազիններում եմ եղել արդեն հենց արտոնորեն գլխավոր դիզայներ L-Style-ում, Elite Life-ում, Luxury-ում, բոլոր մագազիններում աշխատել եմ իրականում։ Զուգահեռ հիշում եմ այդ վախտերը։ Զուգահեռ արդեն համերգներ, մեծ համերգներ, Համալիրի համերգներ, Black Star-ի համերգներն էինք անում, Comedy Club էինք բերում։ Ու հետ եկա ինչ որ մի պահից սկսած, էլի ոնց որ նույն օրվա մեջ երկու ինտերվյու եմ անցնում, ճիշտ հենց պլանավորած հարցազրույցի եմ գնում դոպինգ, վերջերս Հայկին պատմեցի դրա մասին։ Էլի երկրորդ անգամն էր, որ հանդիպում էինք ու իրանց արտոնորենը, որ երկրում չէր այդ ժամանակ, ինձ հրավիրել էր ինտերվյուի, որ էլի մտնի այդտեղ գրաֆիկ դիզայներ։ Էլից դուրս գայի գնայի այդտեղ։ Ու նույն օրը մի հատ ընկեր ունեմ, արդեն շատ մոտ ընկերս է, ժամանակ ծանոթ չէինք, շատ երկար ժամանակ համոզում էր ինձ, որ հանդիպեինք։ Երևանում ենք, հիմա Ամերիկայում Jagger Pub-ի հիմնադիր է այդ ժամանակ։ Շատ երկար համոզում էր հանդիպենք ու նույն օրը այդ ինտերվյուից հետո մի ժամանակ եմ ունենում, որ պետք է գնայինք կինո հետո, ասում եմ լավ գնամ այդ տողուն տենամ վերջապես ու տենց հետո կգնանք կինո։ Ու երևի այդ օրվանից սկսած տենց լրիվ դիզայնը թողեցի ու անցա հենց մենակ ժամանցավայրերի էլի business development-ին, ու տենց շարունակվեց արդեն մինչ օրս, հենց միաժամանակ մի քանի պրոյեկտ աշխատացնել է, զուգահեռ համերգներ կազմակերպել այն ժամանակ, ու տենց, մնացածը երևի գիտեք։ 2016 թիվն էր այդ ժամանակ, то есть արդեն ուղիղ 10 տարի հենց մենակ դրանով եմ զբաղվում, պլյուս դիզայնի մինուսը այն էր, որ բոլոր ընկերները դիզայնով խնդրում էին անվճար բնականաբար, ինչու որ տենց բավականին տհաճ էր։ Դրա համար էլ պատճառներից մեկը իրականում որ անց իրոք էլ չէի ուզում զբաղվել դրանով, դա էր որտեղ բոլորին թվում էր դե լավ հիմա ինչա որ տենց մի քանի ժամ արագ ես սարքում էլի տիպը կես ժամ էլի սարքի ունենանք դրա համար տենց դիզայնից գնալով ինչ որ տենց մանր հետ էի գալիս։ Ես դաժե գիտես մի պահ հիմա այնքան երկար ես արդեն այդ բանով զբաղվում, որ արդեն դաժե մի պահ մոռացել էի այն ժամանակ որ դիզայներով բանով էր դու զբաղվում, ոսկի այդ պահը իմ արդեն ջուջուվել է։ Դա այդ ժամանակ շատ միջոցառումների հետևում էի գտնվում, то есть իրանց դիզայնն էի անում, ամբողջ մարքեթինգն էի անում, то есть
ստիպված այս ոլորտում պիտի բոլորը դրա տակ գտնվող ճյուղերից հասկանաս, էլի գլխավոր նպատակը միշտ եղել է այդ բիզնեսի զարգացումը, դրա համար ինչ tool կար, ստիպված ինքս էի սովորում, ինքս էի կիրառում, որտեվ ոչ մեկ պատրաստ չէր մեծ թիմ վարձատրեր կամ մեծ թիմ գտներ ու աներ, մարդկային ռեսուրսի խնդիր էլ միշտ եղել է։ Человек օրկեստր էր էլի, այսինքն որտեղ միտեղ որ մտնում էիր, համ տենց է որ այդ art director էր աշխատում, կողմից դիզայներ էր անում, Հայաստանի գլխավորություններ էր անում։ Հայաստանի գլխավոր մինուսը ու ինչ որ չափով նաև պլյուսը հենց այդ է, որ դու մի քանի հոգու գործ ես անում, բնականաբար դա շատ վատ է, որտեղ դու չես վարձատրվում մի քանի հոգու համար սկզբում, բայց լավ է այնքանով, որ դու full տիրապետում ես դրա տակ գտնվող բոլոր ճյուղերը։ Ու հենց դա էլ բերեց նրան, որ ես հենց սկսեցի արտոնարնությամբ զբաղվել, որտեղ ես գիտեի բոլոր իր տակ գտնվող մասնագետների անելիքը հենց անձամբ։ Ու դա կառավարելու ճիշտ վեկտոր տալ այդ թվին շատ ավելի ուրիշ մակարդակի վրա էր արդեն ստացվում, քան թե ուղղակի տենց ինչ որ մակերևույթ է։ Դե հա բնականաբար դա շատ մեծ պլյուս է, էլի կոպիտ ասած, երբ որ դու ամենաներքևից սկսում ես ու խառը որ ամեն ինչին տիրապետում ես, բնականաբար երբ որ ինչ որ մի հատ նոր մարդել աշխատողել եւ այլն վերցնում ես, ասենք չգիտեմ, իր գործը որ ճիշտ չի անում, դու իրան հիմնավորած կարաս որ բացատրես ինք իր գործը ճիշտ չի անում։ Հա, կարողանում ես ճիշտ վեկտոր տալ։ Դե մենք այսքան տարի որ անում ենք մեր իվենտները, մենք էլ, այսինքն հիմա հա բոլոր տեղերում կա պատասխանատու, բայց մինչ օրս էլ ես ու Գևա այն որ սաղ կետերով տենց մի հատ անցնում ենք, մենք էլ քանի որ ամենասկզբում մենք էինք համ բանվորն էինք մենք, ամեն ինչը արել ենք։ Так что շատ դու շատ ճիշտ ճանապարհ ես բռնել ու ասել ես այն հաջողությանը այն ինչ որ ունես այս պահին։ Իսկ մի հատ էլ հարց տամ։ Օրինակ, вообще ոնց է լինում։ Ստացվում մոտ հանգստանալ այն առումով, որ օրինակ չգիտեմ, մի տեղ ես գնում, մի հատ օրինակ նոր տեղ է բացվել, պետք է դեռ գնաս որպես օրինակ չգիտեմ, Իրիկունը որպես հյուր, մտքակներ խմես, հա, կարող ես հանգստանալ, դե տենց սկսում ես նայել օրինակ էս մյուզիկը չարժեր միացնել, էստեղ չարժեր կանգնել, այնի չարժի սենց անել։ Հա, լրիվ հասկանում եմ ինչ ես հարցնում, կար ժամանակ որ չէի կարողանում, բայց ինչ որ մի этап կարողացել եմ դա անեմ։ Նույնիսկ հիմա, то есть ես քանի որ ընդհանրապես շատ քիչ եմ հանգստանում, то есть հանգիստը տենց նույնիսկ օրվա մեջ ինչքան էլ որ թվում է թե իմ գործը շատ նախանձելի է, դու ինքդ ես տնօրենում քո ժամանակը, պարտավոր չես ինքդ ներկա գտնվես, որտեղ քո գործը արդեն իսկ արած է, դու ոնց ուզես կարաս տնօրենես այդ ժամանակը, իրականում տենց չի, դու 24 ժամ կապի ես, վատ ես քնում, քիչ ես քնում, ուշ ժամերը ես միշտ վերադառնում ու հանգիստը տենց դժվար հասանելի է, բայց ես միաժամանակ միշտ քանի որ այդ բոլոր միջոցառումներին բացի իմ կազմակերպածից աշխատում ներկա գտնամ, ես կարողանում եմ տարանջատեմ հստակ, որ վсё, ես հիմա եկել եմ իմ ընկերների միջոցառմանը ու ես տեղ հյուր եմ ու ես շատ լավ կարողանում եմ ինձ որպես ուղղակի հյուր ոլորտից կտրված ժամանակ անցկացամ, մանավանդ underground event-երին, որոնց կազմակերպիչների իմ ամենամոտ ընկերներն են հիմնականում, Ակշու հարցիդ պատասխանը հա, պիտի այդ գոնե դա պիտի կարողանաս, որտեղ պասիվ հանգիստը ինձ դժվար է տրվում, գոնե տենց ես կարողանում եմ տարանջատեմ իմ գործն ու ուրիշի, շատ մեծ պլյուս է, դա հա շատ մեծ պլյուս է, որտեղ օրինակ ես ու Լյովը միտեղ որ գնում ենք իվենտների, հա, ոնց որ աչքներս տարբեր բաների են գնում։ Այսինքն մենք գնում ենք իվենտի, մենք սկսում ենք խոսալ գործից, թե մենք սա ոնց կանեինք, մենք չենք փնովում, բայց որ ասում է ուրիշի սխալով դա արդեն չի կարա չնկատվի, ես պրոստը կարողանում եմ չֆիքսվեմ դրա վրա, դա տան զուգահեռ մեկը նկատվում է, դու նկատում ես, ինքան ես արդեն դրա մեջ էպսել, իրականում շատերին եմ խորհուրդ տալի փորձել, երբ որ հաճախում են ինչ-որ միջոցառման, հիշեն, որ իրանք եկել են լավ ժամանակ անցկացան, այլ ոչ թե փորձեն իրենց տենց կրիտիկան առաջ տանել, որտեվ հա միշտ լինելու են խնդիրներ, բայց շատ է մեր հայրը, հա շատ է խանգարում, որ տենց կանգնում են, էս լավ չի։ Ահա, կրիտիկան լրիվ ուրիշ թեմա է, բնականաբար կան մարդիկ են, որ ամեն ինչի դժգոհ մարդիկ, դա լրիվ ուրիշ մի հատ ասում թեմա է։ Մեր մոտ մի քիչ ավելի sense տիպը ոչ միայն stay event-ներին էլի, ասենք չգիտեմ, դրսերում էլ event-ների ենք որ գնում, ֆեստիվալների բան եւ այլն, ոնց որ փորձում ենք ինչ որ մի բան հավաքագրել կամ փորձում ենք ինչ որ մի բան ասել օրինակ էսից որ sense անենք, օրինակ էսի sense մեր մոտ չէր աշխատի sense ավելի լավ կլիներ։ Դուրսը կակրած չեմ կարողանում։
դուրս հիմնականում որ գնում եմ միջոցառումների հենց բուն նպատակը եթե առաջին անգամ եմ հաճախում այնա թե ինչքան շատ նոր բան կարամ տենամ, որը կարա կիրառվի ու ես աշխատում եմ նույնիսկ տենց դրսի միջոցառումներին շատ չխմեմ նույնիսկ որ կարողանամ տենց թափ ամբողջ ընթացքը որը տեղամ այդ experience-ը օգտագործեմ ստեղ ինչ-որ չափով նոր բան տեսնելու կիրառելու համար կստացի շատ հազվադեպ է որ ինչ-որ բան գտնում եմ որտեվ իրականում Հայաստանում շատ բաներ բարձր մակարդակի վրա արվում ուղղակի մենք չունենք այդքան մեծ audience այդ audience-ի մասին էլ կարանք լրիվ համաձայն եմ քո հետ դա մեր ամենամեծ խնդիրն է այս հարցերն էլ իհարկե կարողանանք այդ audience-ի հետ կապված բայց հա իրականում հիմա այս բայդրությամբ մեր երկրում իվենտները որ նայում ենք նույնիսկ համեմատում ենք դրսի ֆեստիվալների հետ կապված կազմակերպչական առումով գրեթե որ բես սուչկա բիզադորինքի վիճակը այլ այս ժամանակա ուղղակի պետք է ամեն ինչ լավ լավ հաջորդ հարցը Պետրոսին է որ հաջորդ հարցը պետ ինձ թվում է մարդկանց հետաքրքիր է թե DJ-ներին օֆեր անելուց ոնց ես որոշում կամ սպասում ես իրանք քեզ իրանց բաջետը ասեն թե դու ես օֆեր անում ոնց ես որոշում ում ինչքան վճարես կամ ոնց է այդ process-ը կատարվում քո մոտ տարբեր տեղերում տարբեր հաստատություններում իրականում տարբեր է կան կախված է թե ինչ vision ու առհասարակ ինչ փիլիսոփայություն ունի այդ հաստատությունը ինչի համար է вообще ինքը ինչի համար ինքը գոյություն ունի ու ուր ուզում տանի կան տեղեր որոնք որ բնականաբար բոլորս էլ հասկանում ենք որ բիզնեսի համար չեն ստեղծված ու ուղղակի այս ամեն ինչը էլեկտրոնային երաժշտությունը այլ level-ի հասցնելու դից սպանելու երբեմն մենք տարիներ ա եղել որ ընդամենը մի ակումբ ենք ունեցել տենց անընդհատ կրկնվում է ինչ որ этап բացվում են նոր ակումբներ հետո չեն կարողանում այս ամեն ինչի մեջ գոյատևեն փակվում են այդ ամեն ինչը տեղի չունենալու համար երբեմն կան ակումբներ որոնք որ ֆիքս ուղղակի տենց ինչ որ սիմվոլիկ բյուջեի շուրջա կատարվում ամեն ինչ այդ ժամանակ ես եմ ֆիքսում թիվը դա ֆիքսվում է ինչ որ X թիվ շատ հաճախ դա բոլորի համար նույնն է լինում որտեվ բոլորը հասկանում են արտիստները տարբեր են լինում ու կարա այդ թիվը պրոստը տենց անverջ մեծանա ու կարա լինի օրինակ 2 կտոր հա ինչ որ 2 տարբերակ նորեկների համար ու մարդկանց համար որ կապ չունի 15 տարի մեջն են թե 5 տարի մեջն են դա ֆիքս ինչ որ սիմվոլիկ price-ը կան տեղեր որոնք որ ամբողջությամբ բիզնեսի մասին են, հա, բիզնեսի շուրջ են, mainstream տեղեր են ու հենց այդտեղից պիտի արտիստները վաստակեն ամենաշատ իրենց գումարը, երբ որ իրանք չեն ուզում ուրիշ բանով զբաղվեն, հա, չեն ուզում, իրանք հստակ ժանրի մեջ են, ուզում են այդ ժանրի մեջ ստեղծագործեն, նվագեն ու իրանք միակ եկամուտը այդտեղից է։ Դա արդեն թողնում եմ հիմնականում խոսում եմ տենց անհատական, հասկանում եմ այդ մարդը ինչ ակնկալիքներ ունի ու տենց է ֆիքսում։ Պայմանավորվածությունները միշտ տենց ինչ որ շփման արդյունքում են լինում։ Ու նենց է ստացվել որ այս երկրում երևի չկան նենց արտիստներում հետ որ ես անձամբ շփում չունեմ, մոտիկություն չունեմ, այդ բառը տենց շատ ավելի հեշտ է դա։ Գիտես ինչ հարց եմ քեզ ուզում տամ, նաև ինքը ոնց որ ընդհանուր հարց է, ու կապված է քո հետ, բայց մենք երեք քննարկում էինք այդ հարցի շուրջ, մեր խնդիրներից է ինձ թվում է երկրի կազմակերպիչների կողմից արտիստին չգնահատելու խնդիր ունենք ինձ թվում է առումով որ դա անպայման չի բարում կամ քլաբում դա կարող լինի ինչ որ թույն խանութի բացում ինչու ասենք թույն արտիստները նվագում են ասենք Եվրոպայում կամ տարբեր վայրերում եթե թույն խանութի բացումը կարան կանչեն շատ լավ DJ բայց իրանք գիտեն չէ ասենք չեն կանչում այդ մարդուն այստեղ ինձ թվում է չեն հասկանում դից ոչ թե չեն հասկանում այլ ունեն всё իրանք գլխի մեջ կոպիտ ասած 100,000 դրամ կոպիտ եմ ասում sense թիվ ինչ որ թիվ ու всё իրանք սկսում են 15 հոգու զանգել իրանք մեկը ասենք չգիտեմ
մեկը մի քիչ շատ արը, մեկը մի քիչ արեն, սկսնակա թե ասենք ինքը արդեն դրսերում է նվագում։ Դե իրականում դու հենց ինքդ էլ քո հարցին պատասխանեցիր, որ իրանց մեկը ու իրանք չեն հասկանում։ Դες հենց դա էլ պատասխանն է։ Շատ հաճախ դա արվում է ուղղակի նրա համար, որ տեսել են ինչ որ մեկը արել է, ուզում են մտածում են ձևը տենց է ու ուղղակի ուզում են կրկնել։ Ու հենց դրանից էլ գալիս են այդ շատ խնդիրներ այդ։ Դու պրոստը ուղղակի երկու տարբեր թեմայի մասին խոսացի, այդ չգնահատվածը ու չհասկանալը ուղղակի անելու համար երկու տարբեր թեմաներ են։ Նախ առաջին խնդիրը հենց իրոք կանգնած այն, որ թե ինչի համար եք դա անում։ Իմաստը որն է։ Երբ որ կանչում եք X արտիստին, կանչում եք օրինքն նույն ձեր ուզած playlist-ը դնի, այդ դեպքում հա իրոք տարբերություն չկա, այդ մարդը սկսնակա թե չէ։ Թե դու կանչում ես այդ մարդուն, ում հետ փիլիսոփայությունն ու դիալոգիան ինչ որ ձև կապ ունի քո բրենդի հետ։ Ու դու կանչում ես, որտեղ այդ երաժշտությունն էլ կապ ունի այդ բրենդի հետ։ Այդ բառագայթը արտիստը իրան լսել ես, հա դու իդենտիֆիկացնում ես, ուզում ես դա ինչ որ չափով քո բրենդի կրողը լինի, ինչ-որ։ Մեր մոտ դա շատ թերիազարգացած։ Նույն օրինակ իմ սիրած արտիստներից մեկը Quest-ը, ում մի քանի օր առաջ գնացել ինձ Բասյանի լսելու, ինքը նվագում էր Hector Oaxից հետո, բայց ես հենց իր համար էի գնացել։ Ինքը Արմանի շոուրումերում լիքը նվագել, AD-ին միշտ ինքը էլի Արմանիում էլա նվագում ու այդ է մեր մոտ տենց բան չկա, հիմնականում ուզում են կոմերցիոն երաժշտություն, բացմանը փուչիկների մեջ DJ-ը կանգնած լինի, դուրսը նվագի, մի քիչ փողոցի վրա էլ աղմուկ անենք ու շրջություն գրավենք։ Քանի դա տենց է լինելու, դա միշտ էլ չգնահատված է լինելու, որտեղ գնահատողը չի հասկանում դրանից որ գնահատի։ Չէ, ես իմ օրինակի վրա կբերեմ ու ես չեմ նշի խանութը, բայց զանգում են ինքը բավականին, այսինքն ճանաչված արդեն Հայաստանում եւ Հայաստանից դուրս բրենդա ու ասենք զանգել են ինձ, ասում են ուզում ենք դու նվագես, ասում եմ բայց ինձ ինչի եք օրինակ ասենք ես գումար եմ ասում, ասում են չէ օրինակ շատ է, ասում եմ բայ ինչպես եք, ես դենց հարցերում չեմ զլանում, հարցնում եմ ես իհարկե այդ ինչ չափով ուսուցողական է։ Ես հասկանամ մարդու պսիխոլոգիան էլի, թե ինչի համար ես դու ինձ զանգել։ Գիտես որ ասենք Լեոնը պրոստը գինես ճշտում։ Եթե դու գիտես որ Լեոնը ու տենց մակարդակի խանութի բացմանը ուզում եք որ նվագի, ուրեմն մարդը հասել է իր քրտինքով իր ինչ որ ճանապարհ անցել, ինքը իրան թիվա դրել, ուրեմն արժանի է, չէ՞, այդ թվին։ Դու ինձ զանգում ես, հետո բարձվում է, որ շատ թանկ է, ու դու ինչ որ ուզում ես, չգիտեմ, ֆիքսված, չգիտեմ, 50-100 հազարի մեջ տեղավորվեի։ Օրինակի համար։ Սիմպաթիչնի DJ լիներ։ Հա, ուղղակի սիմպաթիչնի DJ։ Ամենասիմպաթիչնին։ Իսկն մեծ խնդիր է դա, ու ինձ թվում է այդ խնդիրը երկու տարիներ շարունակ։ Օրինակ զանգողը հենց ինքը խանութի հիմնադիրն է, չէ՞ շատ հավանական է։ Դրանից էր, հա, երևի թե։ Չէ, դժվար հիմնադիր է, հա, հիմնականում հիմնադիրներ տենց 1000-ից 1 են զանգում լավ խանութների, այդ հիմնականում կարող նոր ինչ-որ բացող բրենդերի դեպքում զանգեն, այդ կոպիտ ասած խոսքը նրա մասին է, Հայաստանում եղած այս պայդերությամբ, այսինքն հայտնի ինչ-որ բրենդեր եւ այլն, այդ իրանց թմերը, ովքեր որ աշխատում են այդ ամեն ինչի վրա, իրանք կոպիտ ասած DJ-ին կանչում են որպես աբլոշկա, ոնց որ դու ասացիր, որ փուչիկների մոտ կանգնես իրուն նկարների մեջ որ լինի, բան, այսինքն ոչ մեկ չի խորանում music-ին համապատասխանեցնի իր բրենդի հետ ինչ որ աուդիտ բան, այդ ինչ որ բրենդի հետ ինչ որ գիծ տանի երաժշտության եւ այլն, մաքսիմում եթե իրանք այդ vision-ը ունեն, ինչ երաժշտություն է իրանք պետք, իրանք զանգում են ինչ որ ցանկացած DJ-ի ու ասում են այսի կնվագես։ Այսինքն էտա չեն փորձում այդ ոչի մեջ նվագող DJ գտնել, որ հենց ինքը գա իր մյուզիկը նվագի։ Իրանք գտնում են իրանց հարմար DJ ու ասում են այ այս մյուզիկը կնվագես, էտա խնդիրը էլի։ Հա, այդ ամեն ինչը զուտ անդեմ է, դրա համար էլ տենց է արվում։ Իսկ այն թեման, անկեղծ ես ինձ կարայի ամբողջ podcast-ի ընթացքում այս թեմայի շուրջ խոսայի, այդ էս թեմա է։ Ես էլ կարող։ Դու էլ կարաս, ես վստահ եմ։ Բայց իրականում լավ միտք ունեմ հենց Երևան մոլի համար վերջերս էլի տենց մտքովս անցել էր, տենց էլ ժամանակ չգտա խոսամ իրանց հետ։ Շատ լավ միտք ունեմ հենց արտիստների ներգրավվածությամբ հենց Երևան մոլի
Բարդը չի Երևան մոլը ուղղակի տենց է տղան պատկերացել, հենց ցանկացած մովում օր անցկացնելու հենց կակրաս գրագետ ձևով ոչ թե ուղղակի արտիստը նվագի աղմուկ անելու համար, ոչ թե եթեր լցնելու համար, ոնց ընկերներիցս մեկնասիրում ասի, այլ հենց գրագետ ճիշտ արտիստի ընտրությամբ, ճիշտ երաժշտությամբ, այդ բրենդի հետ ասոցիացիայով, հետաքրքիր morning rave-երի ֆորմատի նման, այդտենց միջոցառումներ կարող են անցկացվել ամբողջ մոլով, այլ ոչ թե։ Շատ կայֆ։ Շատ կայֆ։ Ես ասացի, որ ստիպեմ խոսում, մի հատ էլ հարց ունենք տնօրենների հետ կապված, քո կարծիքով Հայաստանում տնօրենների սեփականատերերի ամենատարածված սխալը, որ անում են, քանի որ դու շատ երկար ես ու հիմնականում հիմա թույն հարց շփվում ես ու հիմնականում լինում է էլի, ասենք տեղեր, որ այն տեղեր որ բացվում են, փակվում են, բան եւ այլն, այդպես արագի մեջ, որ ընդհանրապես թեմայից դուրս մարքեթինգ չէ, որ լինում են, չէ, որ բացվում են։ Քո կարծիքով ո՞րն է այդ սեփականատերերի տնօրենների ամենամեծ ու հաճախ կրկնվող սխալը։ Ոյ, շատ են այդ սխալները իրականում ու շատ հաճախ իրոք այդ մարդիկ բացում են դավայ ուրիշ ձև փորձեմ պատասխանեմ, ավելի հեռվից փորձեմ պատասխանեմ այդ հարցին։ Շատ հաճախ մարդիկ առհասարակ, հա, քանի որ ես մենակ ակումբներով չեմ զբաղվում, ընդհանրապես տենց հորեկայի մեջ եմ, քլաբինգը կակրաս հորեկայի մեջ չի մտնում, հորեկայի ու քլաբինգի մեջ եմ, մեծ փորձ ունեմ հենց ցանկացած տենց փոքր կաֆեից մինչև մեծ հյուրանոցների։ Շատ հաճախ մարդիկ հենց ռեստորանային բիզնես մտնում են նրա համար, մանավանդ Հայաստանում, որտեղ իրանք մի քանի պատճառով, հա, առաջիններից մեկը ամբիցիան է, հայկական մոլուցք կա вообще ունենալ սեփական օբյեկտ, այդ ոնց տղամարդկանց մոտ հայերի պարտադիր պիտի ունենաս ավտո սկզբում, հետո էլ օբյեկտ, որ քո ընկերները գան քո մոտ, ինչի պատճառով, որ հա, երկրորդ պատճառն էլ այն է, որ իրանք տեսնում են, որ X պրոդուկտ, օրինակ կոլան խանութում վաճառում է 300 դրամ, իրանք գնում են ինչ-որ տեղ նստում են ու առնում են այդ կոլան 1000 դրամով, ասում են դե 1-ին 5 կամ 1-ին 3 մտել են, ինչ լավ բիզնես է, հենա ես էլ բացամ, այսօր գնում ենք այսքան գումար ենք ծախսում, կգան բոլորը մեր մոտ կծախսեն, մանավանդ շատ գումար ծախսողների մոտ դա շատ է երևում, տիպը մի քանի միլիոն ամսում մեջ ծախսել ենք, հենա այդ արենդ կտանք, տենց տեղ կբացանք, մեր տեղը կլինի, ու դա բնականաբար ամբիցիաներից է գալիս, որ ուզում են հենց իրանց է լինի, այդ գլխավոր սխալներից մեկն է։ Այսինքն գլխավոր առաջի պատճառը, որ պրոստը թեմայից դուրս մարդիկ ընդհանրապես կապ չունեն դրա հետ, բացում են տեղեր։ Ու ցավոք սրտի Հայաստանում դա գերակշռող տոկոսն է կազմում, ոչ թե նույնիսկ գերակշռող, ես չեմ վախենակ ասեմ 80%-ից ավել է։ Այդ էլ հենց պատճառն է, որ այդքան տեղեր անդադ բացվում ու փակվում են, որովհետև իրանք բացվել են զուտ այդպես ամբիցիաներից ելնելով։ Ռեստորանային բիզնեսը ընդհանրապես շատ բարդ բիզնես է, որով որ շատ հաճախ ուղղակի պիտի ապրես։ Դա ուղղակի գործ չի, ուղղակի բիզնես չի, եթե դու մենակով ես ուզում դա հիմնես ու դա ինչ որ ոչ մեծ գումարներով, ոչ մեծ ցանցի ինչ որ բանի մասին է խոսքը գնում, շատ հաճախ այդ տվյալ մարդը հենց իրոք պիտի դրանով ապրի։ Եվրոպայում շատ հաճախ հենց խոհարարներն են բացում։ Խոհարարները, մենեջերները, ովքեր որ դրանով ապրել են, եղել են ինչ որ ուրիշ մարդու հաստատությունում, ու իրանց որ տեսնում ես, դու տեսնում ես, որ այդ մարդը հիմնադիրն է, բայց ինքը կարող է քեզ դիմավորի, կարող է սպասարկի, եթե դա ինչ որ family ռեստորան է, ավելի շատ։ Ավելի մեծ տեղերում մարդիկ ուրիշ փորձ ունեն, շատ ավելի մեծ փորձ ունեն, իրանք փորձ ունեն նախ եւ սկզբում բիզնեսի մեջ, հետո ռեստորանային բիզնեսի մեջ, հետո նոր այդ տվյալ տեղն են բացել։ Մեր մոտ հաճախ ուղղակի մարդը ոչ բիզնես է ունեցել, ոչ օրակայ կապ է ունեցել, ուղղակի ուզում է տենց իր տեղը լինի, մարդիկ գան այդտեղ։ Այդ է պատճառը, որ այսքան շատ են տեղերը բացվում ու փակվում, դու ինչ որ մի տեղ գնում ես, 3 ամսից վերադառնում ես նույն տեղը, դնում ես ապա ուրիշ կաֆե, շատ հաճախ ասում են պետք է ուղղակի կաֆեների ռեմոնտի բիզնեսով զբաղվել, որտեղ ամենատարածվածը նույն լոքեյշնում կարող է մի տարվա մեջ 3 անգամ ինտերիեր փոխես։ Ես շատ համաձայն եմ Պետրոսի հետ, որովհետև ինքս կարծում եմ, որ սեփականատերերը տվյալ վայրի շատ կարևոր նշանակություն ունեն հետագա process-ի, այդ նույն վայրի հետագա process-ի դրական կողմերի համար։ Մենք ես էլ չեմ ուզում անուններ տամ, բայց ունեցել ենք բնականաբար համ բարեր, համ կլաբեր, որտեղ որ
սեփականատերերը եղել են անմիջապես այդ մեջի մարդիկ ու շատ հաջողված պրոյեկտներ են դա եղել։ Ու բնականաբար այնտեղ այցելել են իրանց ընկերների ընկերները շատ սիրուն աուդիենսիա եղել դրա պատճառով։ Շատ ճիշտ ես, լիքը մարդիկ պարզապես գումար են ուզում տնեն ու դե դավայ հա կլաբ բացենք, կմպցնենք, բայց ինքը ոչ վստահ եմ, ինքը ոչ ֆառացել է Եվրոպայի ակումբներով, ոչ ինչ-որ բաներ է քաղել այնտեղից, որ ոչ ինչ-որ լսի, բայց մեկ բան էլ լինում, չէ, որ մի հատ, չգիտեմ, Միկոնոսում մի հատ ինչ-որ տեղ են գնում, բամ չգիտեմ ինչ-որ տես փախած տեղ, որ ասում են օսրանից նույնիսկ մեկին մեկ բաց։ Գիտեմ ով դա արած։ Դե մեկ երկու անգամ կամ էլ Դուբայ են գնում, ասում են, թույն տեղ ենք եղել Դուբայում, մեկին կանք Երևանում բացել։ Սրանից բացենք կգմպստենք։ Այդտենց էլի երկու տարբեր բան կա, ռեստորանային ակումբներից մի քիչ տարբերվում է, կասեմ ես այդ տարբերությունը ինչու՞մ է։ Մյուս գլխավոր սխալը կնշեմ են, որ այդտենց չհասկանալով հանդերձ ես չեմ ասում պետք չի այդ բիզնեսի մեջ մտնել ընդհանրապես, բայց օքեյ, եթե դու չես հասկանում, դու ունես գումար, ամենաառաջնային, ամենակարևոր բաներից մեկը դա մարդկային ռեսուրսն է, որ դու կարողանաս вообще լավ թիմ հավաքես։ Ու երբ որ հավաքում ես այդ թիմը, պիտի հիշես, որ դու X բանից չես հասկանում ու վարձել ես այդ մասնագետին նրա համար, որ ինքը այդ գործը անի։ Ու դու եթե իրան հայար ես արել, դու ինչ-որ չափով վստահ ես ուրեմն իր վրա, պետք է թողնես ինքը այդ գործը անի։ Եթե դու չես հասկանում, չպիտի ներգրաված լինես։ Այ երկրորդ գլխավոր սխալը այդ է, որ մարդիկ հայր են անում մասնագետների, շատ հաճախ չեն կարող գտնեն ճիշտ մասնագետ, ուղղակի տենց ում գիտեն, էլի նույն այն առաջին պատճառի շարունակությունն է դա։ Ում գիտեն նշանակում են այդ հաստիկների, տիպը չգիտեմ, քուրը սատանորենը կլինի կամ ինչ մարդն է, ընկերս սատանորենը կլինի, բայց ինքն էլ ոչ մի բան չի հասկանում, բայց դա հա, դու տենց շարունակում ես այդ առաջինի սխալները, երկրորդն է, որ հասկանում են, որ պետք է մասնագետ, հայր են անում գտնում են, նշանակում են իրան այդ պաշտոնը ու չեն թողում ինքը այդ գործը անի, բայց իրանք միկրոմենեջմենթով են նույնիսկ սկսում զբաղվեն, բայց չեն մոռանում են, որ ինքը որպես ղեկավար, որպես հիմնադիր ինքն էլ իր անելիքները ունի, ինչը որ շատ հաճախ շատ ավելի կարևոր է, քան այն ինչի մեջ որ ինքը փորձում է անկողնված լինի։ Բայց հիմնադիր ու տենց լիդեր լինելը նայած դու որ բանում ես, բայց ընդհանրապես չես զբաղվում, թե դու ես թիմը տանում քո հետևից, տարբեր է։ Կարամ քլաբինգն էլ արագ ասեմ։ Քլաբինգը մի քիչ էլ ավելի բարդ է ուրիշ տեսակետից, հեշտ է նրանով, որ դու շատ ներդրում կարաս չանես, բայց քլաբ պահես, մանավանդ underground club-ի մասին է դա խոսքը գնում, այնտեղ ամբողջ բեռը ֆինանսական ընկնում է sound system-ի վրա, որտեվ կոմոդ պարտադիր չի դու տենց թանկանոց ինտերիորներ անես եւ այլն, որտեվ ամեն ինչ երաժշտության շուրջ է պատտվում։ Բայց բարդ է այնքանով, որ դու չես կարող քլաբ ունենաս, եթե դու vision չունես։ То есть քլաբի առանց բառը ինքը իրանից այդ ասում, դա ակումբը ինչ որ բանի շուրջ հավաքված մարդկանց, քո ակումբի հաճախորդները, հաճախողները, club member-ները պիտի առաջին հերթին քո vision-ը հասկանան ու քո հետևից ուզեն շարժվեն, այդ club-ի մի մասնիկը լինեն։ Եթե դու չունես vision, ուղղակի club ես բացում, այդ կակրաս կասեմ ընդհանրապես մոտիկ մի եկեք դրան, որտեվ դա մենակ փչացնում է ոլորտը, դից ոչ մի դրական ազդեցություն չի ունենում։ Հորեկայի մեջ էլ ռեստորանները երբ որ վատն են լինում, դա էլ փչացնում, բայց ոչ այդքան մեծ տոկոսային առաբերակցությամբ ինչքան ակումբն են։ Դες այքո ասած դու պիտի իրոք շատ ակումբներ հաճախած լինես, հասկանաս դու ինքդ այդ մշակույթի կրողը պիտի լինես ու այնքանով, որ դու էլ այնքան ասելիք ունենաս, այնքան կարևորություն ունենաս, ու այնքան չգիտեմ, նենց vision ունենաս, որ այդ մարդիկ հետևից այդ գանու այդ ակումբը կայանա։ Հա, բնականաբար, դու կարող ես սկզբնական հիմնականում դե հա, որ բացում է, չգիտեմ, նույն ռեստորան բացողը կամ կլաբ բացողը, օրինակ մեկը բացում է, ասում է իմ մոտ տեխնոկլուբը, այն մեկն էլ բացում է, ասում է իմ մոտ իտալական ռեստորան է, բայց կոպիտ ասած մենակ даже այդ կոպիտ ասած կոսմոս որ vision չունեն, մենակ այդ vision-ն էլ է պակաս, այդ փորձն է պետք է, էլի այդ vision ունենալն էլ, այս դեպքում vision ունենալն էլ, որ այն որ խոսքի մեկը բացում ասում է իմ տեխնոյա, ինքը vision-ը ունի, բայց ինքը փորձ չունի, ինքը չի այցելել այդ խոսքի ասենք աշխարհում կամ գոնե, չգիտեմ, մեր ռեգիոնում, գոնե Վրաստան, ասենք մի քանի տեխնոկլուբեր, որ իմանա տեխնոն ինչի մասին է, ասենք, դա ինչա вообще կուլտուրա է, ինչա ոնց է, այսինքն
այդ փորձի պակասներ մեր մոտ շատ կա, էլի, այդ փորձի պակասով մարդիկ մի հատ տեղ հաճախելով մի բան են բացում ու այդ անգամ են քաքը։ Հա ինչ որ բանի ազդեցություն կա։ Կակրաս մյուս հարցը հենց ոնց որ կապված է քո այս վերջի speech-ի հետ կապված վայրը ինչ դեր է տալիս հանրությանը հասարակ ու նույնը հակառակը այսինքն եւ հաճախորդը ինչ կարա տա տվյալ վայրի զարգացման համար այսինքն ստերի մասին է խոսքը անկեղծ շատ հետաքրքիր հարց ես տալի տենց ես դաժե մտածելով կպատասխանեմ շատ հետաքրքիր հարց ես տալիս երկուսն էլ շատ մեծ դեր ունեն որտեվ դրա մասին ես էլ բազմիցս մտածել եմ բայց հիմա տենց հստակ տենց պատրաստի բան չունեմ էլի հիմա տենց մտածելով կպատասխանեմ ամեն տեղ շատ մեծ ազդեցություն է թողում առհասարակ նրա վրա թե ոնց ինչ զարգացում կլինի այն ինչ մենք հենց հիմա օրինակ ունենք դա նրա շնորհիվ է թե որ X մարդիկ ինչ որ տեղեր են ունեցել այդ տեղերը ունեցել են իրենց vision-ը ունեցել են իրենց իդեալոգիան տվել են ինչ որ երաժշտություն ինչի հիման վրա աուդիտորիան օրինակ սկսել է լսի այդ տեսակ երաժշտություն կարող տենց кейսերով որոշ օրինակներ բերեմ օրինակ եթե պոլիգրաֆում չլինեին երկու դավոները զուտ իրանց համար բերում են չի մենակ իրանց բանն է մենք չենք լսի այդքան շատ տեխնո այդ տեսակ տեխնո երաժշտություն օրինակ եթե երկու դավոները drum and bass սիրեին ու drum and bass երաժշտություն տարածեին այսօրվա դրությամբ կլիներ օրինակ այդ վեկտորը կփոխվեր մի քիչ ուրիշ կողմ եթե լիներ ուրիշ ակումբ որը որ չգիտեմ hip-hop club-եր ունենայինք ինչ որ չափով դա կզարգանա то есть այն ինչ մենք հիմա ունենք դա ամեն մի անհատի ամեն մի ակումբի ամեն մի միջոցառման արած արդյունքում է եղել ու դրա համար ամեն տեղ շատ մեծ ազդեցություն կարա ունենա հենց աուդիտորիայի վրա ու եթե անկեղծ ես համարում եմ որ մյուս ասացած որ ամեն անհատ էլ կարա այդ ներդրումը ունենա համարյա նույնքան ես շատ հաճախ ինչ որ միջոցառումներին նկատել եմ որ իրոք մի հոգի մարդը կարա տենց լրիվ վայրը փոխի հա որտեվ ամեն մեկից լիքը բան է կախված իր էներգիայից նախ իրոք այդ սաղ միջոցառումները то есть էներգիայի մասին են հա համել то есть նույնիսկ sound system-ը այդ ամբողջը այնց էլեկտրականություն ու էլեկտրաէներգիա ու ամեն մի մարդն էլ այդտեղ այնքան էներգիա է ծախսում ինչի արդյունքում որ այդ ամբողջ եթե underground-ի մասին է խոսքը գնում այդ rave-ը կայանում է ու ամեն մի հոգի մարդ կարա շատ զգալի տոկոս փչացնի ու կարա նույն լրիվ հակառակը անի իմը շատ հաճախ եղել է որ ինչ որ մարդ եմ ֆիքսել մեծ rave-ին տիպը 2500 հոգու մեջ ու ես իրան ամբողջ ընթացքում հետո տեսել եմ ու զգացել եմ այդ մարդը ինչքան մեծ ներդրում է ունեցել ոչ այդ երեկոյի կայացման վրա օրինակ չգիտեմ մեկը վատանում էր ինքը միշտ մոտենում էր ջուրեր տալ կամ նույնիսկ ինքը կարող բան չաներ բայց անցնելուց sense պրոստը sense ինչ որ կպներ անցներ ու զգում էիր որ մարդկանց էներգիան փոխվում է դրանից ու հա տենց ամեն մի էլեմենտ փոքր հա ու ցավոք սրտի ես այս տարածաշրջանում լինում են մարդիկ ովքեր որ հակառակն են սիրում անեն չեմ հասկանում ինչի դա էլ իրանց entertainment-ի ես ուզում եմ քո ասացի վրա օրինակ բերեմ ու անուն նշեմ basement-ը ինչ եմ նշում այդ տեղը այս հարցի շուրջ որովհետև կարծում եմ ինքը հենց այն տեղերից մեկն էր որտեղ դու անմիջապես կապ ես ունեցել ու արտոնորենություն ես արել ես կարծում եմ միակողմանի շատ ճիշտ պոլիտիկա է գնացել այնտեղ այսինքն թե սեփականատիրոջ թե աշխատակազմի թե արտ տնօրենի կողմից թե sound-ն ու lighting-ը ու նույնը ես այնտեղ տեսել եմ ձևավորված audience-ի որ շատ կապված էին բոլորը իրար հետ միասին նախ հիմնական մասը 80-90%-ը իրար ճանաչում էին գալացողները ու բոլորը շատ ընկերացած իրար հետ գալիս էին այնտեղ ու իսկապես հաճույք էին ստանում ինքը դրա համար
տարիներ շարունակ այդ տեղը բում ապրեց Երևանի ակումբային կյանքի համար շատ կարևոր դեր ունեցել։ Ես ունեցել եմ այնտեղ իմ երևի թե ամենալավ սեթերից, որ նվագել եմ, այնտեղ ա եղել, որովհետև այնքան ուժեղ էր էներգիան, crowd-ը այնքան էր հասկանում դու вообще ինչ ես նվագում, ես այդտեղ ու դու ով ես, ու հիմա այս պահին, որ մեր քաղաքին պակասում է, ինձ թվում է այդ հենց տեղ է պակասում, որ այդ միակողմանի ուժեղությունը, էներգիան, նվիրվածությունը լինի, ինձ թվում է հաճելի է շատ իհարկե լսել դա, այդ նշանակում է, որ ես իմ միսիան իրոք հաջողված է եղել, basement-ի ու այդ ժամանակաշրջանի իմ էլի պրոյեկտերի արտոնորինությունը, կստати շատ բարդ ժամանակաշրջան էր, իմաստը էլի վերադառնալ clubbing եղել է հենց այն, որ ես ունեի հստակ փիլիսոփայություն, որ դրել էի basement-ի մեջ, այդ բոլոր մարդկանց ու այդ ոլորտի մարդկանց առաջին հերթին համախմբելներ մի հարկի տակ, շատ հաճախ իմ ընկերներն էին խոսում նրա մասին, որ դու եզակի մարդկանցից ես, ով բոլոր այդ community-ների հետ մոտ է, շատ լավ հարաբերությունների մեջ է, տիպը տարբերություն չի դնում, ինչը որ ցավոք մեր մոտ շատ երկար ժամանակ էլ խնդիր է եղել, որ տենց մարդիկ բաժանվում էին ինչ-որ մասերի ու տենց hate speech-եր էին ունենում մյուս խմբի շուրջ, բայց իրանք նույնիսկ իրար չեն ճանաչում ու ընդհանուր ոչ մի բան չունեն, պիտի հակառակը մենակ իրար օգնեին, ու երբ որ Շանթը օֆեր արեց ինձ ընդհանուր պապարացի գրուպի art direction-ը վերցնելու, իրա առաջնարդ պատճառը հենց վերևն էր, որ ինքը ուզում էր վերևը մի քիչ վերափոխվեր, ուրիշ ձև աշխատեր, ու basement-ին այդ ժամանակ basement-ը շատ վատ վիճակում էր գտնվում, նույնիսկ Շանթը ասում էր երևի 2 շաբաթից, եթե այս 2 շաբաթն լավ չանցնի կփակեմ, Sun Proper-ի events-ներ միջև այդտեղ ունեցել, ես իրականում շատ եմ հավանում Sun Proper-ը, համարում եմ, որ դաժան հիանալի միջոցառում էր ու շատ իզուր էին բոլորը դեպրեսվում, դա շոու էր, երբ որ մարդուն հենց դու բուք ես անում, դու պիտի նայես ինքը ինչ ձևի մարդ է, իրա չգիտեմ, как minimum 2 սեթ եթե լսես իրենից, կհասկանաս, որ մարդը գիժը ու կարա լուբոյ բան անի, մանավանդ եթե բուք ես անում իրան հենց իրա ծնունդի օրով, պիտի ամեն ինչ սպասես իրենից, ես շատ եմ հավանել այդ միջոցառումը, դա շատ գժուկ էր, շոկային էր, սենց ասեմ, այդ ժամանակ Հայաստանի համար կյանքում դες բան չենք տեսել, բայց դա միակ ստացված միջոցառումն էր այդ 2 ամսվա մեջ, բայց նայողները կասեն, բա ինչ էր, ասեք մենք էլ իմանանք, մեկը ասեք գոնե, հետո ինձ կհարցնեք, ես շատ սիրում եմ այդ օրվա մասին պատմում, կպատմեմ, բայց քո հարցին անդրադառնամ, հա այդ ժամանակ իմ համար շատ հենց կակրաս կարևոր էր բոլոր այն մարդկանց, ում հետ որ ես շփվում եմ ու դա իմ առօրյա շփումն է, հավաքել միտեղ ու ցույց տալ, որ դուք իրար նկատմամբ կարծիք ունենալը բավականին սխալվում եք, դուք իրար հետ չեք շփվել եւ այլն, ու basement-ը, ալիքը, հիմա էլի մի քանի պրոյեկտ, որ անում եմ, ամբողջությամբ հենց դրա շուրջ են եղել, basement-ի առաջին տարվա մեջ, որը որ COVID-ի ու պատերազմի տարիներն էին, նվագեց մոտ 3-4 անգամ ավելի շատ արտիստ, քան նախորդ 4 տարվա մեջ նվագել էր, ու նվագում էին շատ տարբեր երաժշտություն, մարդիկ սկսում էին արդեն հետևել արտիստներին, հասկանալ, որ քո ամեն մի ուրբաթը նույն երաժշտությունը ու նույն ձևի չի լինելու, դու պիտի հետևես այդ արտիստին, հասկանաս ինքը ինչ է լսում, մենք ունեինք համ dark techno event-ներ, իմ շատ սիրելի Dead Bell Records-ի հետ էինք շատ հաճախ club night-եր դնում, ունենում էինք եւ շատ տարատեսակ house-ի բոլոր շերտերը տեղ եղել են, ու հա, ցա մի հարկի տակ այդ մարդկանց հավաքելն էր basement-ի շուրջ, ու նույն ալիքը, որը զուգահեռ եղավ էլի հենց COVID-ից առաջ ես ունեի այդ միտքը սթրիմինգների, ու Շանթին հենց ամենասկզբում որ առաջարկել էի, որ basement-ի այլ տեսլական ունեմ, հենց այդ ալիքն էր, ու որ COVID-ը ուղղակի տենց շուտ եղավ իմ այդ պրոյեկտում ներգրաված լինելուց հետո, ալիքը շատ արագ պրոստը էլի սկսեց, ու ալիքի միտքն էլ էր այն, որ լոկալ նույն հորը էլի COVID-ի ժամանակ է ստեղծվել, պաստացի հորն ու ալիքը միաժամանակ են ստեղծվել, ու ընդեղ էլ որ
նայում ես շատ տարբեր երաժշտության մասին։ Ինքը էլեկտրոնային երաժշտություն է։ Ինձ ընկերներիցս մեկը Polygraph-ի համահիմնադիր ասում էր, բայց չես կարծում, շատ լավ պրոյեկտ է, ով չես կարծում, որ ամորֆ է, ասում ամորֆ ասելով ինչ նկատի ունես, դա տիպը մի ուղղվածություն չունի։ Ասում էի լավ, ինքը տիպը հայ արտիստների էլեկտրոնային հարթակ է, որ մարդիկ տարիներ շարունակ ստեղծագործում են, սեթ չունեն։ Տիպը ու հենց սա միտքը այն է, որ հավաքվում են, որ բոլոր տեսակի էլեկտրոնային երաժշտությունը կարող լինի էլի մի հարթակի տակ, դες բոլոր այդ արտիստները, ովքեր իրար հետ նույնիսկ առնչություն չունեն, կարան ելույթ ունենան։ Ու տենց մի քանի իվենթ իրար վրա եղավ, որից հետո basement-ը միջև COVID հասցրեցինք անենք, հիշում եմ շանթի տենց փայլուն աչքերը, մարդիկ ովքեր որ 2-3 տարի արդեն չէին հաճախում basement, բոլորը հավաքվել էին ու ժամերով շփվում էին իրար հետ, որ իրանք իրար հետ կյանքում չեն շփվել։ Ու տենց օրվա վարջ գալի ասում են, տիպը բայց շատ լավ տղա է, այս ինչ ասում եմ։ Մի շաբաթ առաջ իրականում լինքը կդնենք Ալիքի page-ի YouTube-յան, որ ծանոթ չի, կամ կարող այդ COVID-յան ժամանակները տենց են, որ բանն ա եղել, խորը քնած ա եղել, շատ թույն սետեր կան, պլանավորում եմ վերականգնել։ Ես մինչև հիմա էլ լիքը տենց վախ տունը background միացնում եմ, տարբեր ժողովրդի սետերով, որ ասենք օրինակ չգիտեմ, ակումբներում չի ստացվել լսել, միացնում եմ, օրինակ լսում եմ ինչ է նվագում այդ մարդը։ Այտենց շատ կայֆ թեմա է էլի այդ առումով։ Մենք դաժե մի գաղտնիք եկը բացեմ, եղել են դեպքեր, երբ որ մեր տրիանգուլումի իվենտներին մտածում ենք Գևորգի հետ մեր լոկալ արտիստներից դնենք, եղել է դեպքեր, որ բացել ենք Ալիքի սեթերը, տենց որոշում ենք կայացրել։ Դա շատ տարածված էր այդ ժամանակ։ Հաճելի է քեզանից էլ դա լսել, իրոք մարդկանց բուք էին անում հենց Ալիքի սեթերից ելնելով, ու հենց տենց էլ պիտի լինի։ Իրականում նույն Boiler Room-ն էլ շատ մեծ ահռելի ազդեցություն ա ունեցել հենց էլեկտրոնային երաժշտության վրա։ Boiler Room-ի թեման մի քիչ ուրիշ է, այնտեղ իրանք ցույց էին տալիս, թե вообще ոնց է պետք տժալ, հա, ու մարդկանց համար դա էլ էր շատ կարևոր։ Իրանք մտածում էին, օրինակ, կարող է ուզում եմ հաճախեմ ակումբ, բայց օքեյ, իսկ ոնց պիտի ինձ պահեմ։ Առաջին հերթին հենց դա էին ցույց տալի, թե կարաս հանգիստ գնաս, քեզ հանգստել կարաս։ Հիմա ասենք այդ մի սետի արտիստներ լիքը կան էլի, որ ասենք մի հատ սետ է դուրս գալիս, հա, դա էլ առանձին, հա, ու կոպիտ ասած դաժե շատ դեպքերում ոչ թե այդ արտիստից է գալի, այլ ընդհանուր խոսքի միջավայրից այդ Boiler Room-ի տժժիկից այնց տժժիկ է լինում, որ մարդիկ ասում են, որ ինչ ձև է, էսի տժժացնում, սրան պետք է կանչել, էլի։ Այն որ էտիկա է, միջև հիմա կա բնականաբար շատ լավ կլինի, որ կարնակետի վերականգնենք, որովհետև հիմա մի plus Cicilion 700 արտիստ ունենք, որ կարող է միջև կյանքներից վերջ բոլորին չկարողանանք լսենք էլի, ու ասենք էդի շատ լավ թեմա է, որ կարելի է տենց ձայնագրել, միգուցե ինչ որ տենց աստղերը դուրս գան։ Ես Ալիքը հենց ուզում եմ դրա համար վերականգնեմ, ավելի շատ հենց բուքինգների համար, ինքը այսքան տարի քնած է եղել այդ պրոյեկտը, ես իրան հիմա վերաբացել եմ որպես booking agency, ու էլի նույն մտքով, որ հայ արտիստները ունենան ոդկասթներ, Ալիքի սթրիմինգը կծառայի դրա համար, իսկ booking agency-ն արդեն մի ամիս է ինչ launch ա մարել, 10+ արտիստ ունեմ արդեն լոկալ, որոնց booking-ով ամբողջությամբ ես եմ զբաղվում, ու արդեն ավելի շատ հենց այդ արտիստների համար ոդկասթներ կնկարվեն տարբեր տեղերում, որ պրոմոութերները, իվենթ կազմակերպողները կամ ուղղակի հաստատությունները, որոնք որ չունեն հենց կակրաս մասնակետ կարողանան գոնե տեսնեն ով ինչ է նվագում, այլ ոչ թե պահանջեն։ Plus content ունենան, էլի։ Հա։ Որտեվ content-ն է։ Իսկ մի հատ էլ հարց տանք, չնայած sense թեթև անդրադարձանք սրան, ակումբների բառերի իրանց ոչ թելադրելու հետ կապված, այսինքն ինչ ես կարծում, ամեն ակումբ Հայաստանում, այսինքն որն ավելի լավ աշխատում, այն ակումբները, ովքեր որ իրանցն են թելադրում, թե նրանք, ովքեր որ հարմարվում են ավելի շատ, փորձում են աուդիենցիային հարմարվել, այդ հարցն իմ կարծիքով տենց միանշանակ կարող ասեմ, որ պետքա բար կլուբ բացեն, տնօրեններ կարող է լսել նայեն էլի, որ իմանան։ Միանշանակ կարամ ասեմ, որ երկար կյանք կունենան այն տեղերը, ովքեր որ իրանցն են ուզում թելադրեն։ Այդ էլի կապված է հենց նրա հետ, որ այդ նշանակում է մարդը ունի vision,
այն որ դու ասցիր որ պետքա փորձն ունենա, դա սամոսաբոյ, то есть առանց դրա անհնար է, բայց դու պիտի ունենաս հասկանաս ինչա կատարվում շուկայում, ինչ երաժշտություն կա ու ոչ թե կրկնես նույնը, իսկ փաստացի հարմարվելը դա ինչ որ բան կրկնելն է, էլի, ոչ թե կրկնես նույնը, այլ հասկանաս իսկ ինչի պակաս կա, նույն որ Լևոն ասաց, որ basement-ի նման ակումբի կարիք կա, հա կա, բայց դա ուղղակի տենց էլի շատ մակերեսային չի ու basement-ը օրինակ փակ է արդեն երկար տարիներ, միջոցառումներ է երբեմն տեղի ունենում, բայց դա մի քիչ ուրիշ է, basement-ն էլ հիմա արդեն նույն ձևի չի կարա լինի, ինքը արդեն ժամանակ անցել, լիքը բաներ են փոխվել, ու երկարաժամկետի տեսանկյունից միանշանակ մեր մոտ շատ կոմերցիոն տեղերից, շատ կոմերցիոն երաժշտությունից միանգամից ծայրահեղությունը underground շատ երաժշտություն, կլաբեր, բայց այդ արանքում ահռելի մեծ սենց մեր մոտ փոս է ու շատ մեծ նիշա կա, դա այդ նշանակում, որ դու կարաս շատ ուրիշ տեղեր ունենաս, շատ ուրիշ երաժշտություն թելադրես ու այդ ամենի ազդեցությունը իրականում ապագայի վրա կլինի շատ ավելի մեծ, քան եթե դու անես կայացած այս կամ այս բևեռում գտնվող պրոյեկտի։ Էդի մի քիչ բան է, էլի, էդի կոնկրետ այն հարցը նրանից է, որ լիքը մարդիկ հիմա չեն ուզում ռիսկի գնան։ Այդ ինտուզիաստները, այսպես ասած, ժամանակին, չգիտեմ, process-ի եւ այլն այդ տիպի տեղերի նման, այսինքն այդ ինտուզիաստները, որ սկզբում դաժե կարող մինուսով աշխատած լինեն կամ չգիտեմ վատ աշխատած լինեն, բայց այն որ իրանց առաջ են տարելու հետո կուլտուրա են ստեղծել, քիչ չեն ուզում մարդիկ հիմա ռիսկի գնան, էլի, ասենք օրինակ նույն հիփ-հոփ օրինակ ակումբ, որ ասում ենք, օրինակ հիփ-հոփի չկա Հայաստանում, դաժե իվենտներ չեն անում, բայց ասենք մի անգամ իվենտ ա եղել այդ բլոկ պարտին Ջեյմսոնի, ասենք գմփում էր տեղի ունենում, էլի, կոնկրետ քաղաքում Հրավեր Տոմսյան վիզա էին փրթում մարդիկ ոսկի իրար, բայց ասենք չգնաց առաջ, չգիտես խի, պրոստը էլի մարդիկ են որ թույն են, բայց արտիստները շատ չեն, շատ չեն թանկ են, բայց դե ասենք նույն ակումբային մակարդակով լոկալ պետք է լինի, նու էդ էլ փոխկապակցված է, պարտադիր չի գնալ մեծ ռիսկի, բայց էդ էլ էցա հաշվարկ է, եթե բիզնեսի մասին ենք խոսում, էցա հաշվարկ է ու այդ երկարաժամկետի տեսանկյունից որ ասում եմ, օքեյ, ինչն է լավ, դու 2 տարի շատ լավ աշխատես, նայած ինչքան ներդրում ես արել, նայած ինչքան է ծախսերը կարողորիա, որն է լավ, որ դու 2 տարի իրան քամես ու միանգամից այդ պրոֆիտը օքեյ արագ լինի, բայց չհասցնես նույնիսկ ներդրածը հանես, թե ինքը դանդաղ գնա, քեզ քիչ եկամուտ բերի, բայց դու այնքան իդեոլոգիա դրած լինես այդ ամեն ինչի մեջ, այնքան գրագետ սա կազմակերպես, գրագետ կոնցեպտ ունենաս, բայց ինքը հավերժ կարա լինի, հա, մենք հիմա փաստացի չունենք Հայաստանում ոչ մի հատ ակումբ, որը որ կամ ոչ մի հատ ռեստորան, ու լավ ռեստորան շատ քիչ կա, բայց երկու ձեռի վրա կարաս հաշվես, հա, որոնք որ չգիտեմ 50 տարվա պատմություն ունեն, բայց դու կամ 20 տարվա պատմություն ունեն, գնում ես Եվրոպա, չգիտեմ, փաբ ես մտնում, ասում ես այսօր մեր 100-ամյակն է բան, նայում ես, չգիտեմ, պորտերի մոտ խոսքի 150 տարեկան փաբեր, բարեր կան, սաղ պատմությունը պատի վրա մեկ էլ դարս նայես կարծես, այդ շատ ցավալի է, էլի, որ մենք կակրաս այտենց փորձում ենք շատ հաճախ հարմարվենք, ինչը շատ կարճաժամկետ է լինում, որտեվ տրենդերը կարան ավարտվեն, դու երևա որ դու ուղղակի դրա շուրջ ես արել, ոչ մի ավելացել եք չունես։ Ու փորձից ելնելով ես կավելացնեմ, որ այսքան տարի եղել են վայրեր, որտեղ որ բացվել են մի իդեոլոգիայով, բայց շարունակել են այլ, որովհետև իրանք չեն հավատացել, որ դա կարա մի օր աշխատի, այսինքն իրանք ուզեցել են մի բան սկզբից, 1-2 ամիս չի գնացել, օրինակ լավ, ուզեցել են, չգիտեմ, ֆանկոտ վիճակներ լինի, տենց սինթի տենց, ֆանկի, տենց ինչ-որ տենց երաժշտության մեջ, հետո մտածել են, լավ է ժողովուրդը չեն պարում, կամ չգիտեմ, երաժշտությունը դուր չի գալի, մարդիկ դուրում են լավ չի աշխատում տեղը, բնականաբար ինչ են արել, մտելա պապսան, ծեծված հիտեր, տենց վարյա գնացել իրանց վիժնը, իրանց իդեոլոգիան, իսկ սկզբանե որը որ գծած էր իրանց բիզնեսի համար, մեծ խնդիր է մինչ օրս, գլոբալ խնդիր է մեր հայ ինվեստորների եւ Հա, ես շատ լավ հասկանում եմ ինչի մասին է խոսքը ու հենց այդ կոնցեպտի բացակայության ու այդ փիլիսոփայությունը չպահելու հարցն է հենց կակրաս
հիմնականում կոնցեպտները։ Լավ, բայց ինչ պետք է անենք, որ մեր life-ը մի քիչ զարգանա, մի քիչ սկսի ավելի շատ ակումբներ բացվել ու չկարողանանք։ Ես էի ուզում հարցնել, ինքը տվեց այդ նույն հարցը։ Ինձ թվում է ճիշտ է, հիմա պետք է հասկանալ, քննարկել նաև վերջում ինչ անենք, որ բարերը մեր ակումբները այս բան հասկացանք ինչ վիճակ է, ինչ անենք, բա որ տենց լավ լինի։ Շատանա։ Շատանա չփակ։ Դու չես բացում մի բան։ Ինչ անենք, որ տուրիստը գա, մեր ընկերները կամ ասենք տուրիստները գա, մեզ ասենք հարցնեն, լավ, բա մենք որտեղ գնանք, օրինակ կաֆեում նստած ենք, տուրիստը հարցնի, մենք այսօր Friday-ը, որտեղ գնանք դժանք եկել ենք Երևան ֆռալու։ Մենք սենց գլուխներս կախենք ու չիմանանք ինչ պատասխանենք։ Հա, լավ հարց է, իրոք գոնե ինչ որ արդյունք որ դա այդ ամեն ինչը էլ ավելի շատ ցավոք սրտի այդ ամբողջ բեռը թողնել ակումբների կամ ժամանցավայրերի վրա մի քիչ ճիշտ չի, ու իրականում տենց ամբիցիոզ մարդիկ էլ ահագին կան երկրում, ովքեր որ շատ կուզեն շատ լավ բաներ անեն, բայց պատճառը շատ ավելի գլոբալ ու շատ ավելի մեծ է։ Մենք նույնիսկ օրենսդրության մեջ ունենք նենց պունկտեր, որոնք որ ցանկության դեպքում շատ դեմ են ցանկացած տեսակի night life-ին։ Եթե ես չեմ սխալվում, մեր մոտ հստակ կա օրենք, որ ցանկացած տեղ էական չի ինքը բացա թե փակ է, խանգարում է թե չի խանգարում, 11-ից հետո երաժշտություն պիտի չլինի։ Այլ հարց է, որ այդ տեղերը չեն խանգարում, բողոքներ չկան, ու քանի բողոք չկա, օքեյ, ինչ որ չափով սա նորմալ է։ Երբ որ բողոքներ են լինում, իսկ դա կարա լինի Պաստանա չուզո։ Հա, դա կարա լինի հենց տենց, այսինքն այն մարդը դա չի ստուգվում, ու չի ստուգվում այն, որ իրոք այդ մարդուն դա խանգարում է, թե չէ։ Դա հա, այդպես կարա լինի ուղղակի մարդ, կարա լինի կարա լինի տենց հաճախորդ կամ ուղղակի նույնիսկ կոնկուրենտ կարա զանգի ու ասի, որ տվյալ տեղը ինձ խանգարում է։ Ու պարբերաբար դա լինելու դեպքում օրենքով սահմանված կարող են կասեցնել նույնիսկ քո բիզնեսը, ոչ մենակ այդ օրը, այլ առհասարակ։ Դա կետերից մեկն է, մյուսը այն է, որ ցավոք սրտի չկա ինչ որ հետևողականություն արենդաների rental price-ի, այսինքն տարածքների գները հիմա աճել են ու շատ բարձր են, երբեմն ընկերներիս հետ նույնիսկ չգիտեմ ուրիշ երկրների հետ ենք համեմատում, ոչ logic բարձր են, ոչ adekvat ես կասեմ, ոչ adekvat բարձր են, ու այդ բարձր ռենթերը այսօրվա դրությամբ նույն շրջարկը 2026-ի սկզբից թե 25-ի սկզբից double եղավ ու դա էլ ինչ որ բեռ ավելացրեց բնականաբար այն հարկերը, որոնք որ աշխատողների համար են սահմանված բայց քո անձնակազմը գաղտնիք չի կամ եթե գաղտնիքը բացան դա հորեկայում ահավոր մեծ զանգված է աշխատում Հայաստանի բնակչության շատ մեծ ու փաստ է, որ այդ մարդկանց մեծ մասը կամ ընդհանրապես գրանցված չի կամ գրանցված է շատ ցածր տոկոսով, ցածր թվով, բայց շատ ավելի գրագետ կլիներ, որ օրինակ այդ մարդկանց սահմանվեր ինչ որ ավելի ցածր տոկոս ու բոլորը գրանցված լինեին, այսինքն ոչ թե լիներ գրանցված 20%-ը մարդկանց ու երբեմն գային տուգանային, այլ իրոք լիներ, չգիտեմ, 10%, 25+ փոխարեն, այլ չենք գցի, ասում այս հայ հայսատի համաձայն ինձ թվում է ամեն ինչ իջացրեց вообще, որ մեկը հիմա 5 հոգի գրանցված ունենք, սարքենք 3 հոգի վստահ եմ, որ բոլորը կգրանցեին, օրինակ բոլոր տեղերում որտեղ որ ես եմ աշխատում, բոլորը գրանցված են ու դա շատ զգացնել է տալիս, նույն այդ տարվա վրա մեր հարկերը double են համարյա եղել, dus 4 միլիոն պլյուս դու կորցնում ես նրա վրա, որ շրջարկը դառել է 5-ից 10 ու չուսած ինչ բան կա այդքան էլ իմ սպեկտրը չի, բայց ու դու երամսյակի վրա մոտ 4 միլիոն գումար ես կորցնում աշխատողների դեպքում կան ռեստորաններ, որտեղ որ 100+ մարդ է աշխատում, հա, ու կան մարդիկ, ովքեր չեն երևում, այսինքն դու չես էլ կարա իրանց գնաս տուգանես, այդ մարդը կարող է head office-ում կամ եւ այլն, բնականաբար իրանց ասում են դե դավայ քեզ չեն գրի։ Այս շատ մեծ ռեսուրսներ է պետք այս բաները վերահսկելու համար։ Միակ տարբերակը հա է, ավելի լավ է ազդանի ցածր տոկոս ու բոլորը գրանցված լինեն, մանավանդ որ դա շատ կարևոր է, մարդիկ իրոք ուզում են, то есть դա շատ հաճախ հենց ուղղակի չոր
առօրյա հարց է լուծում, հա, то есть վիզա ստանալու համար, վարկ վերցնելու համար, հիպոթեք վերցնելու համար մարդիկ կարիք ունեն, իրոք այսօրվա դրությամբ եթե չի երևում, որ դու ինչ-որ պատմություն ունես, ինչ-որ չափով դու, չգիտեմ, գոյություն չունես, հա, բնականաբար դա կուզեին։ То есть այդտենց պատճառ մի քիչ շատ շեղվեցի թեմայից ճիշտ ասած, բայց այդտենց գլոբալ հարցեր կան, որ կոպիտ ասած այսօրվա օրենքները լուրջ պրայսինգ են անում այդ ոլորտի զարգացմանը։ То есть շատ մի մոմենտ պոստեր շատ ակտիվ պատտվում, որ Երևանը ընկել է 7 տասնյակի մեջ 7-րդ տեղն է night life-ի, մենք դրել ենք այդ նորությունը, այդ բայդրությամբ Սերենան էլ էր փակ։ Ու տենց ես ուզում եի հասկանալ ուր են գնում։ Իսկ թվում է այդ լոսի հայերն են գերը։ Չգիտեմ։ Ով է գերը։ Լոսի հայերը։ Ես թեմայից ցավոք շատ շեղվեցի, փորձամ պատասխանեմ, էտա, то есть եթե ուզում ենք տուրիստ գա ու տուրիստը անելիք ունենա, իսկ իրոք շատ տուրիստներ ասում են, որ ստեղ իրոք գացան հենց ժամանցի համար, որտեղ համով խոհանոց ունենք, դու չունես կարիք տենց անընդհատ չեք անելու ինչ որ տեղ, որտեղ մտնես։ Համարը որտեղ էլ մտնես, պլյուս մինուս համով է։ Առաջ էլ ավելի համով էր։ Ու օրինակ նույն Եվրոպայում իրար կողք կաֆե կա, կարող սխալվես այդ մեկը չնստես, կողք կնստես, կատաստրոֆիկ վատ experience ունենաս, բայց կողքինը Միշլենան աստուղ ուներ, օրինակ դու պրոստը սխալվել ես, կողքի դուր ես մտել։ Ստեղ տենց խնդիր չկա, նույն night life-ի տեսանկյունից երբ որ իրոք նորմալ կազմվի այդ ամեն ինչը ու ցանկություն լինի պետական մակարդակով, որ այդ միջոցառումներ, իսկ ես գիտեմ, որ այդ ցանկությունը կա, ուղղակի պետք է ավելի գրագետ այդ օրենսդրական մակարդակով կազմել, որ հա, տիպը տեղը X տեղը իմանա, որ օքեյ ինքը ներդրում անում շատ ավելի շատ ու լավ sound իզոլացիա անում, իրոք ոչ մեկին չի խանգարում ու իրան pressing չեն անում։ Այդ պարագայում հնարավոր է ինչ որ ավելի լուրջ ինվեստոր հայտնվի, քան ինչև հիմա կա, օքեյ, նենց կլաբ սարքի, որը որ կարա գոյատևի շատ ավելի երկար։ Այդ պրայսինգներն են, որոնք որ Կարծիքով ամենաճիշտը կլինի հենց բան անել, զուտ ինչ որ աստիճանաբար կամ էլ սարքել, ասենք օրինակ ըստ քո եկամուտների գոնե, որ օրինակ նոր բացված տեղը կարողանա շնչի միած սկզբնական էլի, այսինքն ինքը նոր է բացվել, այս լիմիտը անցար, չգիտեմ, հարկը այսքան դարձավ, այսքան անցավ, այսքան վերջում արդեն ամենադրավն լեվելն է, արդեն բոլորը հավասար որ ասենք հարկ են վճարում էլի, բնականաբար այն բիզնեսները, որ շուտ սկսել են, մի քիչ իրանց համար ավելի հեշտ է էլի, քան թե հիմա սենց պայմաններով միանգամից դու բիզնեսի մեջ մտնես, միանգամից կոպիտ ասած գնանց, պետքա գմփցնես։ Կա շատ երկրներում տարածաշրջաններ զարգացնելու համար, ռուտ չգնանք էլի Վրաստանի անունն ենք այդքան շատ հաճախ սիրում տանք, որ ասում ենք, բայց այնտեղ սենց է, այդտեղ շատ լուրջ հենց կկրաս այդ մասով գործը արվել, որ տենց լինի։ Նույն Անակլեն, որ մենք բազմիցս իրար հետ հաճախել ենք, ուղղակի կորած գյուղ էր։ Եթե հիշում եք առաջին տարին մենք ամենաառաջինն ենք գնացել Կազանցիպին 2014 թվականին։ Եթե հիշում եք ինչ տներ էին հանձնում ու ինչ ժողովուրդ էր այնտեղ ապրում, իրանք вообще տեղյակ չեն։ Բայց ինչ հյուրանոցներ սարքվեց այնտեղ, այդ սաղ գյուղը вообще փոխվեց։ Այնտեղ մարդ չէր մնացել, որ այդ տունը ռեմոնտ արած չլներ, հավելել տարածք սարքած չլներ, լրիվ ուրիշ պայմաններով ձևափոխված չէ։ Այդ ասենք ընդամենը մի 5-7 տարվա ընթացքում այդ հեղաշրջում է։ Այդ բոլոր հյուրանոցները, որ բացվել են, 10 տարով հարկերից ազատված են եղել։ Ու այդ ոչ միայն այնտեղ, ուղղակի այդ Անակլայի վրա էլի տենց ահագին աշխատել։ Յոժան մատել բլից արա վերջում, ասում է։ Այո, մենք ունենք բլից նորմալ արագ հարցեր։ Ես սիրում եմ քո համար։ Կարճ արագ մի 10 հատ հարց է։ Պատրաստ ես։ Այո։ Ակումբ թե բար։ Բար։ Մթնոլորտ թե շահույթ։ Մթնոլորտ։ Ճաշակ թե մասսայականություն։ Ճաշակ։ Էլեկտրոնային երաժշտություն թե պոպսա։ Էլեկտրոնային երաժշտություն։ Ճիշտ պատասխան։ Սեփականատերերի ամենամեծ սխալը։ Դա ասել է խոսեցինք դրա։ Այսի խոսեցինք, հա։ Անիմն ամբիցիաներ մի հատ։ Ցանկացած արտիստին եմ դա խորհուրդ տալիս, բայց մանավանդ սկսնակներին ամենաառաջին ու ամենագլխավոր բանը вообще այդ կրտնաջան աշխատանքն է։ Արտիստները այդ թեմայով եմ իրական շատ եմ սիրում խոսամ, դրա համար ֆիքսացիացի կպատասխանեմ այդ հարցին։
բոլորին թվում է կա էլի տենց մի հատ խնդիրը, ճիշտ որ մարդիկ դառնում են արտիստ էլի ամբիցիաներից ելնելով ու շատ հաճախ իրենց անգործությունը արդարացնելու համար։ Բայց դու արդեն ոչ թե ինչ որ lazy չուվակ ես, որ դիվանին պարկած է, այլ դու չգնահատված արտիստ ես, всё, որտեղ դու արդեն տենց DJ ես։ Դու պրոստը այն մարդը չես, որ ոչինչ բան չեր անում, այլ всё, դու գնացել DJ-ing ես սովորել, քեզ ոչ մեկ book չի անում, դու արտիստ ես, всё, տենց լրիվ ուրիշ vibe է արդեն։ Բայց պետք է հիշել, որ եթե դու մտել ես դրա մեջ ու եթե ուզում ես դա գնահատվի, դու պիտի իրոք աշխատես։ Դա նույն ձևի աշխատանք է, ինչքան եթե դու գնայիր ինչ որ մարդու մոտ օֆիսում աշխատեիր, то есть դու պիտի զարթնեիր, առավոտ 8-ին ելնեիր, հավաքվեիր, տրանսպորտ նստեիր, գնայիր ինչ որ տեղ, 9 ժամը տեղ աշխատեիր, նոր հետ գայիր։ Գրեթե ոչ մեկ դա չի անում այս բնակավարում, ինչը որ շատ մեծ սխալ է։ Դու չես կարող գնահատված լինես, եթե դու չես աշխատում անընդհատ, ինչը դգնահատվի։ Դրա համար տենց ցանկացած ոլորտում է դա տենց, մանավանդ այդ իրոք արտի հետ կապված է տաղանդ ունենալը դեռ շատ քիչ է։ Դու կարաս լինես շատ տաղանդավոր, բայց աշխատասեր չլինես ու դա ոչ մի բանի չբերի, քո տաղանդը ոչ մեկի։ Այո, միշտ պետք է աշխատես քո վրա, հետևես տրենդերին, ամեն ինչին, կոպիտ ասած, բնական որ չմոռանաս, որ դա եթե դու ուզում ես դրանով գումար աշխատես, դու պիտի ներդրվես, դու պիտի ամենամեծ Եվ ես այս թեմայի շուրջ խոսացել եմ էլի նախկին պոդքասթներում մեր հայ DJ-ներին, սկսնակ այդ DJ-ներին ես էլ խորհուրդ կտամ համբերատար լինեն եւ ես շատ եմ լսել, որ բանը իրանք սենց շատ շուտ շարունակում եմ քո ասածը, շատ շուտ ուզում են սենց լավ տեղում Friday night-ին prime time-ին նվագեն, թեկուզ հենց նույն տեղերը, որտեղ որ դու արտոնորենություն ես անում։ Ես շատ եմ լսել, որ ես միշտ նորեկներին support եմ արել։ Դու միշտ արել ես, բայց ես ուզում եմ իրանց խորհուրդ տամ, որ համբերատար եղեք, թող ձեր ձեռքը բացվի, դուք շատ նվագեք, այսինքն կա այս մարդը, որը որ ցես դնում է 4 շաբթի, 5 շաբթի կամ բան, կամ 2 շաբթի, որ դուք աշխատեք նա պուբլիկայի հետ հասկանեք։ Մենք ոնց ենք արել 14 թվին ես ֆրիկն չկում աշխատել եմ, ինձ միշտ ուրբաթ շաբաթ են դրել, չգիտեմ, այդ վաղը կամոներ կհիշես կամոն։ Ես եղել եմ քո առաջին նվագի։ Ահա, դե մինչև ասենք վստահություն առաջացավ մարդկանց մոտ իմ մասով, բավականին ճանապարհ եմ անցել։ Բայց հիմա տես չի ջահելության մեջ, ջահելը մեր արտիստների մեջ, սա ուզում են միանգամից sense արտիստ դառնան, միանգամից իրանք տենց prime time նվագեն, չէ, համբերատար եղեք, սպասեք, նվագեք, ճաշակ զարգացրեք, գնացեք Եվրոպաներ, մենք ոնց ենք արել, քիչ թե շատ գնացել ենք, լսել ենք, ճաշակ ենք հասկացել մեր համար, իսկ թվում է դա է հաջողության գրավականը։ Պրակտիկան գործի կեսն է, ինձ շատ հաճախ տենց մարդիկ գրում են, ես դեռ սովորում եմ, ուզում եմ հեսա վերջացնում եմ, էլի, կարամ գամ նվագեմ, որ պատկերացնում ես դու հերթի մեջ որերորդն ես այդ պահին, եթե դու նոր սովորում ես ու ուզում ես հեսա պիտի նոր ավարտես ու սկսես նվագես։ Ես որոշում նորեկներին support եմ անում, դա էլի իր արած աշխատանքի հետևանքով է, որ ինքը ինչ որտեղ հայտնվում է կամ չի հայտնվում։ Մարդ կարա նոնեյմ լինի, այդ առումով լինի նորեկ, բայց ինքը արդեն քո ասած տարիներ շարունակ դրա մեջ լինի։ Մարդ կարա տունը նստած երաժշտություն գրի տենց 5+ տարի ու ոչ մեկ չիմանա իր մասին ու պրոստը հիմա էլ ուզի DJ-ing-ով զբաղվել։ Այս այդ նորեկները շատ հարաբերական է։ Ու իրոք կարա լինի, չգիտեմ, իրոք վերջերս սովորած մարդ, ով որ իր տաղանդն ու X ժամանակում իր աշխատասիրությունը այնքան մեծ է եղել, որ մյուսին կարող մի տարի է պետք դրա համար։ Ոչ թե նրա համար, որ ինքը մի տարի նույնքան պիտի աշխատել իր տեմպով, այդ չգիտեմ, ամիսը մի անգամ կես ժամ պուլտի մոտ ընկերներից մեկի կանգնելով, հա դու մի տարուց կգաս դրան։ Բայց այս մարդը սովորել ավարտել է ու այտենց գնացել է, չգիտեմ, 5 տեղ ու մի տեղ 2 շաբթի է նվագում, մի տեղ 3 շաբթի է նվագում 4 ժամ, ու ինքը տեխնիկապես արդեն այն սկիլեր ունի, որ չգիտեմ 10 տարվա DJ-ներից շատերը չգիտեմ։ Այո։ Երբեմն այդ խնդիրն էլ կա, ինչ որ կնոպկան հարցնում ես, տենց 5 DJ-ս ուսես ինչ անում, ասում չգիտեմ։ Ինքը օգտագործում է այն, ինչ իրան իրոք այդ պահին պետք է։
բայց մենք underground-ում ենք։ Եվ Յոլայա գնացել։ Հա, դու հիմնական բանը ծածկում է, բայց մենք հիմա հենց կակրաս նորեկներից underground-ում նենց դեմքեր ունենք, որ հենց այդ է ինչ որ բան փոխելու։ Այդ թեմայով էլ եթե տենց կուզեք կգտրեք այդ երկու բառկասան հին DJ-ներից մի քանի հոգի մարդ կա, մի հոգի կնշեմ Գարիկը, ով հենց Aftershock-ից նվագում էր ու միջորս ոլորտում է երկու պրոյեկտ ունի, շատ հաճախ իրան որ հարցնում դու խիչ ես սովորացնում, ասում է ես համարում եմ որ սովորացնելը դա սխալ է, որովհետև եթե տիպը կարող ինչ որ մեկը սկսի սովորի ու ինքը սխալ անելով նենց բաներ անի, որը որ ինչ որ բան կփոխի։ Ու իրոք դա տենց է, էլի մի քանի օր առաջ Վրաստանում միջոցառման էինք, որ DJ-ը հայրվարի սենց ասած փախած բաներ էր անում ու տենց ընկերոջս ասում եմ նայ տիպը ինչ unique է, ինչ cool է, ասում է հա բայց կարելի է տենց անել, ասում եմ տենց որ վերցնես այս ոլորտը ինչով որ ստեղծել ոչ մի բան էլ չէր կարելի անել, դες ինքը համարվում էր սխալ, ոչ օքեյ, դա տիպ ամեն ինչն էլ նույն Jeff Mullsայն ինչ անում էր, դա նենց սարքերի վրա էր արվում, որոնք որ առհասարակ ռակ էին համարվել, հա, դες չէին վաճառվել, որտեղ ոչ մի լուրջ երաժիշտ լուրջ չէր վերաբերվել այդ սարքերին, բայց այդտեղից է ծնվել ահռելի զանգված вообще էլեկտրոնային երաժշտության հիմա։ Ու հենց այդ բանն է պակասում, էլի այդ էլ խորհուրդ կտամ նոր DJ-ներին, որ չվախենան փորձեն։ Okay, ռիսկը մեծացնում է նրա, որ դու կարող ես սխալվես, բայց այդ քո սխալվելու շնորհիվ կամ նույնիսկ կամ ստացվելու շնորհիվ այդ քո մտածածը դու կարող ես տարբերվես ու նոր բան ստեղծես։ Այդ սխալների, մեր սխալների եւ այլ արտիստների սխալների վրա մենք նկատել ենք դրա վրա ենք աճել եւ հասել մեր հաջողություններին։ Ինչ Պետրոսին շնորհակալություն հայտնենք, ինձ թվում է շատ հաճելի զրույց ունեցանք, շատ պետքական, շատ հետաքրքիր, այո։ Լիքը հարցերի անդրադարձանք, լիքը հարցերի չանդրադարձանք, բայց կարծում եմ հենց կհանդիպենք։ Ու պլյուս էլի, եթե մարդիկ, քանի որ տես մի ծանր թեմա էր իհարկե night life-ը Հայաստանում, եթե հիմնականում Երևանին անդրադարձանք, էլի միգուցե ինչ որ, չգիտեմ, Երևանից դուրս քաղաքներ, չգիտեմ, մարդիկ որ հարցեր ունեն իրանց քաղաքի հետ կապված կամ ընդհանրապես անպայման գրեք կոմենտներում, փորձենք բոլոր հարցերին պատասխանել, ասում եմ Պետրոսն եթե չնայեք ուղարկենք իրան սկրինշոթերը։ Ես սիրով կնայեմ ու հակառակ որոշ ժամանակ անց էլի հանդիպենք, այս տարի պլանավորում եմ տենց մի քանի լավ ֆեստիվալ հաճախ եմ վերջապես, որոնք որ բաց եմ թողել։ Վաու, շատ ճիշտ որոշ։ Կարամ գամ կիսվեմ։ Շատ լավ։ Նաև նշենք Rock&Roll ստուդիան, որտեղ որ մենք գտնվում ենք մեր տաղավարը, շնորհակալություն հայտնենք մեզ դրամատրելու համար եւ ձեզ շնորհակալություն, որ մինչ այս բանը մեզ դիտում եք։ Ձեր հետ Triangle Frequency-ին մինչ մյուս ոդքասթները։ Մերսի։ Մերսի։